Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են ապագա խաղաղության պայմանագրի տեքստը, 17 կետ այն պարունակում է իր մեջ եւ 17-ի հետ կապված էլ կողմերը ավարտել են համաձայնեցումը, սակայն Ադրբեջանը պայմանագրից դուրս ինչ-որ պայմաններ է շարունակում ներկայացնել Հայաստանին, որը Հայաստանը պետք է կատարի, որպեսզի Բաքուն բարեհաճի համաձայնեցված պայմանագիրը ստորագրել մեզ հետ։ Այս դիրքորոշումը մարգինալանում է ինքնին հաշվի առնելով այն միջազգային կոնսենսուսը, որ կա, որ պայմանագիրը, եթե համաձայնեցված է, ապա պետք է ստորագրվի։ Սակայն այդ կոնսենսուսն իր մեջ չի պարունակում Ադրբեջանի վրա ճնշումների այնպիսի աստիճան, որ Ադրբեջանին կստիպի պայմանագրից դուրս պայմաններ չթերադրել Հայաստանին։ Ադրբեջանը այն շարունակում է, ավելին Ադրբեջանը այսպես էսկալացիոն ֆոն է ձևավորում, թե պրոպագանդայի դաշտում նաև սահմանին ինչ-որ կրակոցներ արձակելով։ Մեր պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դրանք այսպես նշանբռնած չեն կրակում, այլ կրակոցներ են ոչ մեր ուղղությամբ, հետևապես դրա հետ կապված մեր պաշտպանական գերատեսչությունը առանձնապես հայտարարություններով հանդես չի գալիս, սակայն դա չի խանգարում, որ Ադրբեջանը շարունակի այդ հաղորդագրությունները տարածել, թե հայերը կրակեցին, մինչդեռ սահմանին էլ մոնիթորինգ է իրականացնում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը։ Բնականաբար հարց է ծագում, ինչը կարող է ստիպել Ադրբեջանին այնուամենայնիվ գալ այդ պայմանագրի շրջանակներ եւ այդ տրամաբանությամբ առաջնորդվել, այն է ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանը ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ ինքը չի ուզում ստորագրել եւ նաեւ հարց է առաջանում ինչպես հասնել դրան։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրն է քաղաքագետ Սամվել Մելիքսյանը, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, բարև եք եկել պարոն Մելիքսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք ուշի-ուշով հետևում եք այս անցուդարձին, ինչ եք կարծում։ Մենք ունենք ֆիքսված իրավիճակ, կա համաձայնեցված պայմանագիր, Հայաստանը օր առաջ պատրաստ է այն ստորագրել, Ադրբեջանն էլ ոչ միայն համառում է, այլև իր այդ համառելը ուղեկցում է էսկալացիոն ֆոն ձևավորելով։ Ընդ որում, այսպես ականջի կողքով անցկացնելով հորդորները թե Եվրոպայից, թե Միացյալ Նահանգներից, նույնիսկ եթե դրանք Թուրքիայի հետ, Թուրքիայի արտգործնախարարի հետ, այսպես համատեղ համաձայնեցված տեքստեր են, նույնիսկ այդ պարագայում։ Համեցեք։ Դե արդեն կարելի է երևի հստակ ասել, որ Ադրբեջանը առանց արտաքին միջնորդության չի գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման, Ադրբեջանը այն պայմաններում, երբ որ նաև պարզ չեն տարածաշրջանում ուժային այդ դիրքորոշումները եւ դիրքավորումները, ինչպիսին են ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլի ինչ-որ մտավախություններ ունի ակնհայտ Ռուսաստանի հետ կապված, Ադրբեջանը նաև նյարդայնացած է, որ միջազգային, այսպես կոչված հանրությունը, տարբեր ակտորները, որոնք հայտարարություններ արեցին նույնպես
երկու կետերի Հայաստանի ընդունումից հետո նույնիսկ Թուրքիան, հա, մենք տեսնում ենք նույնիսկ այդ նյարդային մոտեցումը եւ արձագանքը կար, երբ որ հայ-թուրքական սահմանը 10 օրով ինչ հումանիտար այդ բեռների համար բացվեց, կարելի է ասել տեղեկատվական հիստերիա էր ադրբեջանական մի շարք կայքեր, ուղղակի ուղիղ մեղադրանքներ են հղում թուրքական կողմին, որում նաեւ սուտ եւ կեղծիք գործածում։ Այո, որովհետև թուրքական կողմը հետո մերժեց, այսինքն Ադրբեջանին նաև նյարդայնացնում է այն, որ իր վրա որոշակի ճնշում կա եւ նաև ինքը հիմա վատ կողմն է, հա, այս պատմության մեջ կոպիտ ասած, եւ այս պայմաններում Ալիևը պատրաստ չի իր հանրությանը նաև ոնց որ բերել ինչ որ մի փաստաթղթի, որը ենթադրում է Հայաստանի համար ավելի մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ կան Ադրբեջանի համար, հա, որովհետև Հայաստանը ավելի փոքր տարածք ունի, ինքը շրջափակված է երկու սահմանները, այստեղ կարևոր է նույնիսկ ոչ թե հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններն մենք գիտենք ու սահմանը, որ տանում է դեպի տարբեր ուղղություններով եւ հեշտացնում է Հայաստանի հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ, ու այս բոլոր պատճառների գումարի արդյունքում իմ պատկերացմամբ Ադրբեջանի ներկա դիրքորոշումները դրանցից մեկն էլ իհարկե այն կոնֆլիկտի իներցիան է եւ կոնֆլիկտի բավականին կոմֆորտ միջավայրը, տրամաբանությունը, որում մնացել է ադրբեջանական իշխանությունները, վերնախավը, հաղթանակի սինդրոմը, հա, որովհետեւ այնուամենայնիվ ավտորիտար ռեժիմների համար հաղթանակը դա այն կարևոր գործոններից է, որոնց շուրջ կառուցում է նաեւ իրենց այդ լեգիտիմության բուրգը եւ բնակչության համար նույնպես բավականին կոմֆորտ իրավիճակ է ու դուրս գալ եւ ինչ որ մի նոր իրավիճակում հայտնվել, որտեղ նաեւ ներքին քաղաքական ռիսկեր կան, այդ գործոնների գումարի պատճառով իմ պատկերացմամբ Ադրբեջանը հիմա ասենց կախված վիճակում է եւ ինքնուրույն ինչ որ քայլեր չի ձեռնարկելու, եթե չլինի ինչ որ ուժեղ կամ հստակ ճնշում արտաքին ինչ որ կողմերից կամ նույն հայ-թուրքական հարաբերություններում օրինակ շատ դրական մոմենտ կլիներ, եթե Հայաստանը Թուրքիան հաստատեին, ասենք, դիվանագիտական հարաբերություններ կամ ավելի առաջ գնային բացեին հայ-թուրքական սահմանը եւ այստեղ իհարկե Ադրբեջանին ավելի տուպիկային իրավիճակում սա կդներ։ Իմ պատկերացմամբ այս գործոնների գումարն է, որ Ադրբեջանին պահելու է այս անորոշ իրավիճակում եւ որ մեծ մոտիվացիա իսկապես անցնելու ինչ որ ռազմական էսկալացիաների չկա եւ դա նույնպես դա ավելի ռիսկային է, քան այս ստատուս քվոն պահելու ուղղակի խոսելը, որ ինչ որ կրակոցներ են, ինչ որ հայկական վտանգը, ռևանշը, ֆաշիզմը եւ նման հա այդ ձևակերպումները, որ իրենք օգտագործում են ու այս հիմա Ադրբեջանը կանգնել է այդ տուպիկի առջև, հա, ինչպես նշեցի, մինչև ինչ որ դրսից մեկը չբոթի եւ ինքը մոտիվներ չունենա փոխել այդ իրավիճակը, ինքը դա չի անելու եւ մենք հավանաբար ունենալու ենք այս ոչ խաղաղության, ոչ պատերազմի իրավիճակը, մենք ունենալու ենք այս կրկնվող պահանջները, որոնք կարող են զուտ պատրվակներ լինենք, մենք ունենալու ենք Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված խոսույթը, որ իրենք հստակ օգտագործում են Լեռնային Ղարաբաղի հարցի հնարավոր ռեաբիլիտացիան եւ նաեւ Հայաստանի վրա հստակ ճնշում, նաեւ հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Պարոն Ալեքսանյան, շատ լավ իրավիճակը ֆիքսեցինք, որն են մեր քայլերը, որ հաշվի առնելով նաև այն, որ մենք Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունն ունենք այն մասին, որ Հայաստանի հետ ոչ մի բան, մինչև Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, սա մեջ բերում է։ Երկրորդ այդ լարվածությունը, որը կա Իրանի շուրջ։ Այն անորոշությունը, որը կա Վրաստանում եւ Վրաստանի շուրջ, դե այս ամենը հանրագումարով վերցնում ենք, այդքան էլ համընթաց քամի չէ մեզ համար, հա? Եվ համընթաց է Ալիևի համար ավելի շատ։ Եթե նայում ենք միայն տարածաշրջանը։ Մեզ համար համընթաց քամիներն այս պահի դրությամբ տարածաշրջանից դուրս են։ Ամբողջ հարցն այն է, թե կհասնեն մեզ դրանք թե ոչ, եւ խնդիրն է հասցնել։ Կարծում եմ Թուրքիայի հետ կապված իհարկե Թուրքիայի դիրքորոշումը
նույնպես քաղաքական առևտրի մաս է, ասենք եթե Թուրքիան ինչ-որ առաջարկներ ունենա իր համար շատ կարևոր, որ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիայի համար ավելի մեծ քաղաքական կապիտալ կլինի, քան Ադրբեջանի ինչ-որ դիրքորոշումները պաշտպանելը, հա, երբ որ այդ դիրքորոշումները այդքան կարևոր չեն թուրքական կողմի համար, հա, սրանք սուտ ադրբեջանական օրակարգ են, առայժմ Թուրքիան դա չունի, Թուրքիային այդ բոնուսները կարող են առաջարկել Եվրոպան կամ ԱՄՆ-ն ու իմ կարծիքով, եթե լինի համապատասխան քաղաքական ինչ-որ զարգացումներ, նույն Թուրքիայի եվրո ինտեգրման եւ եվրոպագայի մասին մենք այստեղ կունենանք այլ դիրքորոշում։ Իհարկե, սա մի քիչ ենթադրական եւ հավանական գործընթացների մասին։ Նաեւ կարծում եմ Ադրբեջանի համար մի ուրիշ կարևոր գործոն է դա Եվրոմիության հետ ընդհանրապես արևմուտքին իր աշխարհագրական դիրքը վաճառելն է եւ մենք տեսանք, որ Կենտրոնական Ասիայի եւ Եվրոմիության, հա, այդ գագաթնաժողովը, որ եղավ Սամարկանդում եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, հա, որ պետք է այդ միջին միջանցքը կամ տրանսկասպիան միջանցքը, որ պետք է անցնի հարավային Կովկասով եւ նա նշեց, որ ոչ միայն կարեւոր է հասցնել այդ ճանապարհը եւ բեռները սևծով, այլ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական փակ սահմանների բացումը, որ 30 տարի փակ են, երբ որ բացվի, սա նույնպես այդ միջանցքի կարևոր ուղղությունն է դառնալու եւ գլխավոր ուղղությունն է դառնալու, հա, քանի որ ավելի կարճ է այդ ուղին եւ Թուրքիան էլ է ավելի շատ շահագրգռված Հայաստանի տարածքով օրինակ կոմունիկացիաների, քան Վրաստանի, որոնք ավելի երկար են եւ որոնք նաեւ շրջացում են Թուրքիայի ամենահետամնաց արևելյան շրջանները։ Այս առումով կարծում եմ Ադրբեջանն էլ է սա շատ լավ հասկանում, ադրբեջանցիները երբ որ խոսում են նույն եվրոպական քաղաքական գործիչների հետ, միշտ ընդգծում են իրենց երկրի աշխարհագրական դիրքի կարևորությունը, ընդգծում են, որ առանց Ադրբեջանի ուրիշ ճանապարհ չկա, հա, որ շրջանցում է Ռուսաստանը կամ Իրանը, որ ակնհայտ Եվրոպան շահագրգռված է հենց այս ուղիով, եւ նաեւ Ալիևը փորձում է քաղաքական վաճառքի հանել երկրի աշխարհագրական դիրքը ու սպասում է շահավետ առաջարկների, հա, որ երբ որ իրեն այդ շահավետ առաջարկը կանեն, դա նաեւ նշանակում է որոշակի Ադրբեջանի նոր դերի եւ Ադրբեջանի այդ կարևոր նշանակության ճանաչում, դա նշանակում է նաեւ ինֆորմացիոն ինչ-որ պատերազմի, եթե կարելի այսպես արտահայտել Ալիևի դեմ դադարեցում, որովհետեւ այնուամենայնիվ գրեթե բոլոր ազատ եվրոպական ԶԼՄ-ները միշտ ընդգծում են Ալիևի այդ կոռուպցիայի փաստը, ավտորիտար լինելու փաստը, մարդու իրավունքների խնդիրը, խոսքի ազատության խնդիրը Ադրբեջանում, Ադրբեջանին դա պետք չէ, այսինքն Ադրբեջանին պետք է, որ ինքը ճանաչվի իր այդ նոր դերում, ներքին քաղաքականության մեջ միջամտություն չլինի, ու նաև ինչպես առաջին սկզբում նշեցի, նաև Ռուսաստանից որոշակի երաշխիքներ, սա արդեն ԱՄՆ-ի հետ կապված է, որովհետև Եվրոպան առայժմ այդ երաշխիքները իմ պատկերացմամբ չի կարող տալ, եւ հետեւաբար սա նույնպես ազդում է, հա, այս Ադրբեջանի այս շանտաժի վրա, Ադրբեջանը հստակորեն նաև օգտագործում է հայ-ադրբեջանական կարգավորումը ոչ միայն Հայաստանի վրա ճնշելու որպես գործիք, այլ գրեթե բոլոր միջազգային գործընկերների վրա վաճառելու, որ եթե դուք ուզում եք ես կոնստրուկտիվ լինեմ այս հարցում, այլ հարցերում դուք պետք է ինձ ինչ-որ ընդառաջեք, ու նաև մենք գիտենք, որ այնուամենայնիվ Ադրբեջանը երկարաժամկետ ու տնտեսական շահերը կապված են Արևմուտքի հետ, Եվրոպայի հետ, Ադրբեջանը սպասում էր եւ նաեւ բողոքում էր, որ ներդրումներ չկան նաեւ իր գազատրանսպորտային այդ կոմունիկացիաների մեջ եւ ձգտում էր այլ ներդրումների, որովհետեւ մենք հասկանում ենք ադրբեջանական տնտեսության հեռանկարները բավականին մշուշոտ են, եթե շարունակում ենք այս նավթագազային, հա, այդ սեկտորի ուռճացած ուղիով, վաղ թե ուշ այս ռեսուրսները սպառվելու են եւ հետեւաբար սա նույնպես ազդում է այս դիրքորոշումների վրա։ Ինչ վերաբերվում է Իրանին, իհարկե Իրանի զարգացումները շատ կարևոր են ու այստեղ կարծում եմ նույնիսկ Ադրբեջանի դիրքորոշումը այդքան միանշանակ չէ, այսինքն այն առումով, որ Ադրբեջանը հավանաբար շահագրգռված չի Իրանի ապակայունացման մեջ, քանի որ լուրջ ապակայունացման, քանի որ դա ենթադրում է փախստականների հոսքեր, իսկ մենք գիտենք, որ Իրանում ապրում է գրեթե 2 տասնյակ միլիոն էթնիկ
ադրբեջանցի, հա, թուրքալեզու բնակչություն եւ նույնիսկ դրա մի քանի տոկոսի, եթե փախստական դառնա եւ հայտնվի ամենահարազատ երկրում Ադրբեջանում, սա Ադրբեջանի համար հումանիտար ճգնաժամ եւ աղետ է լինելու եւ հետեւաբար իմ պատկերացմամբ Ադրբեջանը այդքան էլ մեծ խանդավառությամբ չի սպասում այս զարգացումներին։ Հայաստանի համար այս զարգացումը նույնպես հստակ է, որ վատ է թե փախստականների, թե աշխարհակահաղական այն կարևոր դերակատարության, թե տնտեսական, թե էներգետիկ, մենք նախկին մեր զրույցի ժամանակ խոսում ենք նաև Թուրքմենստանից Իրանի տարածքով Հայաստան գազի այդ նոր հնարավոր ինչ-որ ուղղության, հա, զարգացման մասին եւ այս առումով պարզ է, որ Հայաստանը չի շահագրգռված, մեծ հաշվով շահագրգռված չի նաև Արևմուտքը, այդ թվում ԱՄՆ-ն, քանի որ Իրանի նման խոշոր երկրի ապակայունացումը, հա, ինքը շատ մեծ վտանգներ ունի եւ մենք տեսանք Սիրիայի, Իրաքի օրինակով ինչ աղետալի հետևանքներ ունեցան այդ պետությունների կենտրոնական այդ, հա, պետականության դեմոնտաժը, ինչ ահռելի զոհերի եւ փախստականների ճգնաժամի բերեց Եվրոպայում, ահաբեկչության նոր ալիքների, իսլամական պետության, Իրանի պարագայում կարծում եմ ծավալը շատ ավելի մեծ կարող է լինել եւ հետեւաբար ես մեծ դժվարությամբ եմ ենթադրում, որ կա ողջամիտ որոշումների կայացողների ինչ-որ ողջամիտ խումբ ԱՄՆ-ում, որ կարող են գնալ նման քայլի եւ ընդունել նման որոշում, թեև պարզ է, որ Իսրայելի այդ լոբինգը հստակ կա, Իսրայելը կցանկանա եւս մի չստացված պետություն ունենալ, half-failed state, որ ասածը իր հարևանությամբ եւ պարզ է, որ Իսրայելը դիտարկում է Իրանը որպես երկարաժամկետ առումով ամենամեծ սպառնալիքը իր անվտանգության համար, բայց Իսրայելը իր անվտանգությունը պաշտպանելով արդեն այնքան հեռու է գնացել եւ այնքան ծայրահեղական քայլեր է արել, որ եթե մենք ենթադրում ենք այս ադմինիստրացիայի աջակցության բացակայությունը եւ հետագայում ինչ-որ զարգացումներ քաղաքական, ինքը հազիվ թե կարողանա սա մարսել, հա, որովհետեւ առնվազն այն գործոնները, որ նախկինում ինքը օգտագործում էր, հա, այդ հոլոկոստի գործոնը, հակասեմականության եւ այլն, այլևս բարոյական նույնիսկ ապա բարոյականացվել են Իսրայելի քայլերով, այն ինչ ինքը կատարեց Գազայում։ Պարոն Ալեքսիսյան, եւս մի կարևոր ասպեկտ դուք տեսնում եք, բոլորս ենք տեսնում այն կարճաժամկետ հետևանքները Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի այս տարիֆային քաղաքականության, որը ըստ էության տարիֆային պատերազմի է վերածվում, ինչ է տեղի ունենում բորսաներում, ինչ է տեղի ունենում ռազմավարական նշանակության ապրանքների գների հետ, մասնավորապես նավթի։ Եվ այս ամենը այնպիսի նավթապետությունների մոտ ինչպիսին է թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը, բավականին ծանր փաստերի առաջ են կանգնեցնում։ Դուք խոսում եք Ադրբեջանի տնտեսական հեռանկարների մշուշոտ լինելու մասին։ Այս գործոնը մենք տեսնում ենք, որ այս տարիֆները արդեն շատ տնտեսագետների եւ ֆինանսիստների կանխատեսմամբ ուղղակի հանգեցնելու է ռեցեսիայի համաշխարհային տնտեսությունում, ինչն էլ իր հերթին բերելու է բոլոր հումքային ապրանքների գների անկմանը, հա, որ եթե արտադրություն է կրճատվում, բնականաբար։ Եվ Ադրբեջանն իր բյուջեն հաշվարկել է բարելը $70 հաշվարկով, Ռուսաստանում այն գնային առաստաղը, որը սահմանել են ռուսական նավթի համար, 60-ից ոչ ավելն է, եւ ընկած էին, որ հանգած Ռուսաստանը 60-ից ավել չծախի։ Հիմա Յուրալսը իջել է 50-ի եւ էլ ոչ մի տանկերի հետևից էլ ընկնելու իմաստ չկա, չեն առնում ուղղակի շուկան ամեն ինչ գցել է տեղը։ Այդ իմաստով Ադրբեջանի վրա ինչ ազդեցություն այս ամենը կունենա, այս ամբիցիաները
ուր կտանեն Ադրբեջանին նման կոնյունկտուրայի պայմաններում, համեցեք։ Դա այստեղ իհարկե հիմնական հարցը ինչքան երկար է շարունակվելու այս իրավիճակը եւ ինչ ձևով է լուծվելու այս խնդիրը, հա, Թրամփի հիմնական նպատակը կարծում եմ հենց այս շանտաժի միջոցով սիճումներ ստանալն է, ոչ թե հավերժ շարունակել այս պատերազմը, հա, ինքը ուղղակի մաքսիմալ բարձրացնում է դրույքներ եւ փորձում է դրա միջոցով շանտաժի ենթարկել իր գործընկերներին կամ ինչ-որ մրցակիցներին, հենց մենք տեսնում ենք, որ իհարկե հակադարձ էֆեկտներ է ունենում, օրինակ շատ տարօրինակորեն սերտանում են կապերը եւ կոնտակտները Եվրամիության եւ Չինաստանի միջեւ, հա, ինչը նախկինում շատ դժվար էր պատկերացնել։ Այսօր էր որ ֆոն դեր Լայենը եւ նախագահ Սին հեռախոսազրույց են ունեցել։ Այո, հետեւաբար իհարկե դժվար է գուշակել երկարաժամկետ ինչ արդյունքներ կունենա այս քաղաքականությունը։ Ադրբեջանի պարագայում, ինչպես նշեցի, հիմնական խնդիրը ավելի նույնիսկ եթե ավելի բարձր լինի գները եւ այլն, քանի որ տնտեսության հիմքը ռեսուրսային է հիմնականում ու երկարաժամկետ առումով դրանք սպառվող ռեսուրսներ են ու նաեւ Ադրբեջանի տնտեսությունն ենք տեսնում, հա, այլ թե աճերը, որ ուներ զրոյականների սկզբին եւ որոնք նաեւ ապահովեցին Ալիևի ռեժիմի կայունությունը ֆինանսապես, մենք գիտենք, որ Բաքուն սարքելը եւ ահռելի ներդրումներ անելը Բաքվի վրա տարբեր միջազգային միջոցառումները խաղերը, հա, տարբեր Բաքու բերելը, դրանք շատ մեծ ծախսեր են Ադրբեջանի համար, վերջինը COP29-ն էր եւ Ադրբեջանը ծախսում էր այդ գումարները նաեւ սպառազինության վրա եւ սրանք Ալիևի հիմնական տարբեր ուղղություններով միջազգային եւ ռազմական հաջողության գաղտնիքը դրա մեջ էր, բայց արդեն իրենք հասել են առաստաղին եւ դրանից ավել մենք տեսնում ենք, որ ինչպես նշել ենք Հայաստանում արդեն 1 հոգուն ընկնող այդ հնան ավելի բարձր է, քան Ադրբեջանում, կա շարունակական միտում եւ սա իհարկե մտահոգում է ադրբեջանական կողմին եւ նաեւ ռազմական ծախսերի առումով մենք տեսնում այդ կրճատումը, հա, բանի Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների միջև եւ հենց հիմնական խնդիրին պատկերացմամբ երկարաժամկետ առումով անկախ նրանից ինչ կներ են լինելու այդ նավթի եւ գազի շուկայում սա մտահոգիչ է նաեւ շուկաների ուղղությունը, այսինքն մենք ինչպես նշեցի դա Եվրոմիությունն է, Ադրբեջանը չի կարող օրինակ արտահանել Իրան կամ Ռուսաստան, հա, մի քիչ աբսուրդային է, հիմնական շուկան արևելքն է, արևմուտքն է ու այնտեղ կենտրոնական ասել իմաստ չունի։ Այո, բոլոր ուղղություններով նավթ գազը, այսինքն միայն մի ուղղություն կա ու հենց այդ ուղղությունը նաև քաղաքականապես է Ադրբեջանի համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ Եվրոպան, կոլեկտիվ Եվրոպան ամենապրոհայկական կոպիտ ասած ուժերից է, առնվազն հայտարարությունների մակարդակով եւ կա հստակ կոնֆլիկտ Ալիևի եւ այդ եվրոպական տարբեր կառույցների միջև եւ պետությունների միջև եւ կազմակերպությունների, դրանց մեկը պասեն էր, դրանցից մեկը նույնիսկ այդ Եվրոմիության այդ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանի տարածքում, որի դեմ Ադրբեջանը բարբերաբար խոսում է եւ սրանք իհարկե եթե երկարաժամկետ առումով մենք պատկերացնում ենք ու որոշակի նաեւ գնալով սրանում են այս կոնֆլիկտները, հա, սա մտահոգիչ է առնվազն Ադրբեջանի համար ու հենց սա է պատճառը, որ ինքը նաև փորձում է այդ ինչպես նշեցի, նաև հայ-ադրբեջանական կարգավորումը այն գործոններից մեկն է, որ ինքը ուզում է վաճառել նույն Եվրոմիությանը, որպեսզի ինչ որ բոնուսներ ստանալ, հա, այդ խաղերում, որովհետև հիմնական շահագրգռվածությունը արևմուտքի նկատմամբ Ադրբեջանում տնտեսականն է եւ մենք նույնիսկ Դմիտրի Կիսելյովին այդ հայտնի հարցազրույցը որ հիշում ենք եւ որ նա առաջարկում էր նույն ատոմային ինչ որ էլեկտրակայան բացել Ադրբեջանում եւ այլն, Ալիևը միշտ հակադրում էր Եվրոմիության հետ ինչ որ կանաչ էներգիայի ծրագրերի զարգացումը, այդ մալուխի ծրագիրը եւ նմանատիպ այլ ծրագրեր, այսինքն տնտեսական երկարաժամկետ այդ հետաքրքրությունը Ադրբեջանի համար հենց արևմուտքում է։ Եվ ամփոփելով, պարոն Մելիքսեցյան, կայացավ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը Եվրամիություն Կենտրոնական Ասիա, դրան նախորդեցին
մի շարք եվրոպական երկրների եւ առանցքային կենտրոնասիական երկրների Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթերի ստորագրումը, մասնավորապես Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, հա։ Հեռախոսային խոսակցություններ նաև տեղի ունեցավ Մարկո Ռուբիոյի եւ Ղազախստանի եւ Ուզբեկստանի արտգործնախարարների հետ։ Իսկ հիմա այս ամենը արդեն ձեռք բերեց համաեվրոպական, այսպես ընդգրկում 10 միլիարդ եվրո ներդրում տրանսկասպյան հաղորդակցությունների զարգացման վրա ներդրում որպես, բայց պարզ է, չէ, որ հետո դրանից դա պետք է գա Ադրբեջան, ուրիշ բան չի պատկերացվում։ Իսկ Ադրբեջանից հետո պետք է գնա Վրաստան եւ անցնի ռուսական զորքերից 800 մետր հեռավորության վրա։ 10 միլիարդ եվրոյի ներդրումը ռիսկային է դառնում դրանով եւ ֆոն դեր Լայենը խոսում է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանի բացվելու անհրաժեշտության մասին օր առաջ խոսում է Սամարղանդում։ Այս համատեքստը այո մարգինալացնում է Ադրբեջանի դիրքորոշումը, այս պնդաճակատ դիրքորոշումը, սակայն դեռ բավարար չէ, որպեսզի Ադրբեջանն իր մոտեցումը փոխի։ Ամենից տեսնում բան չի փոխվել։ Ասում է այն ինչ որ ասում էր մինչև հիմա եւ այդ էսկալացիոն ֆոնն էլ շարունակում է հենց այսօր էլ էլի հաղորդագրությունը մենք տեսանք։ Այսինքն այսքան այս մասով այսքանով դեռ բավարար չի ազդում։ Տեսնում եք այդ պոտենցիալը, որպեսզի ազդի, որովհետեւ Միացյալ Նահանգները եւս անմասն չեն սրան, հա, այն էներգետիկ հարցերով ներկայացուցիչը Միացյալ Նահանգներում Բաքվում ուղիղ տեքստով է ասում, որ նախագահ Թրամփը սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն եւ կվավերացնեն խաղաղության պայմանագիրը, մեջբերման ավարտը։ Սա էլ շատ լավ է հնչում, բայց բավարար չէ փաստորեն, հա, դատելով, որ Ալիևը շարունակում է իր վարքը։ Դուք տեսնում եք նախադրյալներ, որ այդ ճնշումները կուժեղանան եւ Հայաստանն ունի արդյոք այդ նախադրյալների ձևավորման համար շատ որոշ քայլեր կատարելու անհրաժեշտություն, ձեր կարծիքով, հանեցեք։ Սրանով ամփոփենք։ Հիմա իհարկե մենք տեսանք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը սկսեց ուկրաինական հարցից եւ շատ աշխուժ եւ ակտիվ մտավ այդ հարցի մեջ, նաեւ սկզբնական շրջանում բավական տարօրինակ զարգացումներով այդ Զելենսկու եւ Թրամփի Անավեշտ ենք հիշում Սպիտակ տանը եւ այլն, բայց հիմա տեսնում ենք, որ նաեւ Թրամփը սկսեց արտահայտել իր դժգոհությունը Ռուսաստանից եւ այդ սպասելիքները չարթարացան ու գործընթացը ակնհայտորեն ձախողվել է եւ անհրաժեշտ է Ռուսաստանի վրա հավելյալ ճնշում գործադրել առնվազն։ Հիմա հաջորդ քայլը Իրանի հետ բանակցություններն են եւ մենք տեսնում ենք Որոնք մեկնարկի շաբաթօրը, շաբաթօրը գնալու են Օմանում հանդիպելու են եւ արդեն փորձելու են ինչ-որ լուծումներ գտնել։ Գուցե այս պարագայում մի քիչ ավելի հեշտ լինի, հստակ ավելի հեշտ է, քան ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պարագայում, հայ-ադրբեջանական գործընթացի պարագայում իմ պատկերացմամբ առնվազն եթե փոփոխությունը ենթադրում է, որ ստեղծվելու մի ձևաչափ, եւ որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կամ առանձին կամ միասին գնալու են եւ ԱՄՆ միջնորդությամբ կամ ինչ-որ երկկողմ կամ եռակողմ բանակցություններում փորձելու են ճշտել իրենց դիրքորոշումները, ԱՄՆ-ի ներկայացուցիչները իրենց պատկերացումներն են սեղանին դնելու եւ սա արդեն կլինի գործնական քայլը։ Առայժմ այն, որ կա հետաքրքրությունը եւ տարբեր ձևով արտահայտվել է եւ նաեւ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը հստակ այդ հարաբերությունների կարգավորումն է, էսկալացիան ցանկալի չի եւ այլն, մենք տեսնում ենք դա
գրեթե հունվարից սկսած բոլոր քաղաքական տարբեր մակարդակների հայտարարություններից պարզ է, որ Եվրամիությունը առավել եւս շահագրգռված է ինչ-որ էսկալացիաների մեջ եւ հետեւաբար իմ պատկերացմամբ ինչպես նշեցի նաեւ Ադրբեջանը այս փուլում ես դժվարությամբ եմ ենթադրում, որ կգնա այնպիսի ռիսկային քայլի, ինչպիսին է էսկալացիան, բայց այն որ իրական մասշտաբային էսկալացիան նույնիսկ 2022 թվականի սեպտեմբերի համեմատելի, այո, բայց այն որ ինքը փորձելու է հասկանալով, որ որոշակի գործընթաց արդեն սկսվում է կամ հնարավորություն կա, որ սկսվելու է եւ փորձելու է, ինչպես նշեցի, իր կարևոր աշխարհագրական դիրքը ու բոլոր բոնուսները օգտագործի իշահ իրեն, հա, դա հստակ է եւ ադրբեջանցիները մինչեւ որ շատ հստակ եւ շատ ուժեղ դիմադրություն չհանդիպեն, հա, այդ նույն միջազգային գործընկերների կողմից, իրենք շարունակելու են այս ոճով գործել, որովհետեւ նպատակը հենց առավելագույն ստանալն է եւ ինչ որ բանի հետ փոխանակել այս իրենց զիջումը, որովհետեւ իրենք հայ-ադրբեջանական կարգավորումը ընկալում են որպես զիջում թե Հայաստանին, թե միջազգային հանրությանը, իհարկե սա կարճատ, ես կասեի, անհեռատեսական մոտեցում է, որովհետև Ադրբեջանը նույնպես շահագրգռված է երկարաժամկետ առումով կարգավորման մեջ եւ նույնիսկ Արցախի եւ հարակից շրջանները, հա, որ իրենք գրավել են այս պատվերջին շրջանում 20 թվականից հետո, իրենք դեռ տասնամյակներով բերելու են ինչ որ նորմալ վիճակի հայ տարածքները յուրացնելու համար եւ վերակենդանացնելու համար իրենց տասնամյակներ են պետք եւ ենթադրել, որ ինչ որ հետագա զարգացումները ռադիկալ, հա, կարող են Ադրբեջանին օգուտ բերել, իմ պատկերացմամբ դա շատ ռիսկային քաղաքականություն է եւ անիրատեսական է։ Եվրամիությունը նույնպես այս ներդրումները Հայաստանի տեսակետից կարևոր են, որ Հայաստանը իր առաջարկները ունենա, ինչպես դուք նշեցիք, Վրաստանի ուղին անցնում է ռուսական դիրքերի շատ մոտիկ, Վրաստանի ուղին շրջանցում է նաև Թուրքիան, այսինքն գնում է Սև ծովի հիմնական նավահանգիստները եւ այդտեղից հիմնական Ռումինիա, հա, այդ։ Ասում են Բաքու, Թբիլիսի, Կարս երկաթ կգնա։ Որի տարողությունը, հա, այսինքն փոխադրումների ծավալը շատ սահմանափակ է, ինքը լեռնային տեղանքով է անցնում եւ նաեւ ավելի երկար է, քան Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաները, հա, հնարավոր կոմունիկացիաները, այսինքն Հայաստանի տարածքով անցնում են միջին միջանցքի ամենակարճ ուղիները, Հարավային Կովկասի տարածքում, որովհետեւ ինքը այդ նույն գծի վրա է, ինչ որ Բաքուն, Կարսը, Թուրքիայի արևելյան հիմնական հատվածը, ու իմ պատկերացմամբ նաեւ Թուրքիան է շահագրգռված այս ուղիով, որովհետեւ եթե Վրաստանի հյուսիսային հատվածով շրջանցում են հիմնականում Սև ծովյան այդ ափով է գնում կոմունիկացիաները կամ գալիս է Կարս գնում, այստեղ հնարավոր կա զարգացնել նաև օրինակ Իգդիրի ուղղությունը, որ հիմա տուպիկային է գրեթե կամ ավելի հարավընկած ուղղությունները, այսինքն Թուրքիայի արևելյան շրջանները, որ ամենառեցեսիվ, ամենածանր տնտեսական, մյուս կողմից դեմոգրաֆիկ առումով արագաճող տարածքներն են, Հայաստանի հետ սահմանի բացումը շատ ավելի մեծ պրոֆիտ է տալիս հենց այդ շրջաններին, քան ասենք ներկա ուղիներով, այսինքն Սև ծովի ափով կամ հյուսիսային ավելի հատվածներով կոմունիկացիաների զարգացումը, այս առումով նաև Թուրքիան ունի հետաքրքրություն Կենտրոնական Ասիայի մուտք ունենալ։ Միշտ մենք գիտենք դա ու նույնպես Հայաստանի տարածքով ամենակարճ ուղին, այստեղ իմ պատկերացմամբ Հայաստանը պետք է առաջարկի սեփական օրակարգերը, այսինքն ոչ թե Զանգեզուրի միջանցք կոչվածը, այլ հենց Հայաստանի հյուսիսային հատվածով անցնող կոմունիկացիաները, որ մոտ 100 կիլոմետր ավելի կարճ են, այդ հատվածում հա Կարսի ու Բաքվի միջև, որ մի ահռելի մասը այդ երկաթուղային ինֆրաստրուկտուրայի կա, այնտեղ մի քանի տասնյակ կիլոմետրերի կառուցելու եւ վերականգնելու մասին է խոսքը, ավտոմոբիլային ճանապարհը կա, այսինքն Բղազախի շրջանից կարելի է մտնել եւ Գյումրի, Վանաձոր Գյումրիով գնալ մտնել Թուրքիա, ավելի կարճ, ամենակարճ տարբերակն է, եթե Վարդենիսով կարելի է նույն հատվածով գալ եւ գնալ Թուրքիա, այսինքն բազմաթիվ տարբերակներ կան, որ կարելի է նաեւ բարելավել զարգացնել ու Հայաստանի իմ պատկերացմամբ Հայաստանի առաջարկը հենց այս առաջարկներն են, Հայաստանի լուծումները եւ ներդրումների պահանջը, որովհետեւ Հայաստանը սեփական ռեսուրսներով եւ շատ երկար է այս կոմունիկացիաները կառուցելու ու մենք արդեն այդ խնդիր ունենք, որ մենք ուշանում ենք ու ադրբեջանցիների միջալոց միշտ նշում են, որ մենք արդեն գրեթե ավարտել ենք բոլոր, ասենք, շինարարական գործընթացները, իսկ Հայաստանի կողմից ոչինչ չի արվում, իրենք խոսում են իհարկե այսպես կոչված Մեղրի ճանապարհի, հա, որ իրենք Զանգեզուրի միջանցք են կոչում, բայց
Ինչպես նշեցի, մեր խնդիրը Հայաստանի շահերից է ելնում, որ նաև մի քանի այլ ուղիները ներդրումներ լինեն եւ մենք ճանապարհներ ունենանք եւ իրականում ես այդ պարագայում նույնիսկ դեմ էլ չեմ այսպես կոչված հարավային ուղուն, որովհետեւ ինքը էլի ունի սահմանափակ թողունակություն եւ ստիպված, եթե մենք ենթադրում ենք օրինակ Չինաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջև աշխուժ առևտուր, ոչ միայն մի ճանապարհը չի բավարար, հարկավոր են մի քանի տարբեր ճանապարհներ, նույնիսկ երկաթուղային, ավտոմոբիլային եւ նմանատիպ։ Հետևաբար իհարկե Հայաստանը արդեն պետք է պատրաստ լինի այս զարգացումներին, առաջարկի այդ լուծումները, պահանջի իր ներդրումները այս հարցերում եւ այստեղ ծրագրերների առումով դրա մասին պետք է բարձր խոսել եւ ինչպես նշեցի Թուրքիան է սրա մեջ նաեւ շահագրգռված եւ հետաքրքրված սրանով, իսկ Եվրոմիությունը երևի աջակցությունը հենց կարող է շատ ավելի գործնական լինել ու սա պետք է շտապել, հա, այս լուծումները տալը, որովհետեւ սա նաեւ Հայաստանի համար շատ կարեւոր եւ Հայաստանի հեռանկարների համար շատ կարեւոր գործընթաց է։ Շատ շնորհակալ եմ Մելիքսյան, այս հանգամանալից դիտարկումները եւ առաջարկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր քաղաքագետ Սամվել Մելիքսյանի հետ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից իր դիտարկումները Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերջնականացմանն առնչվող հարցերի հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Իրանի շուրջ մենք նոր զարգացումներ ունենք։ Ինչպես երեք Սպիտակ տանը Նեթանյահուի հետ համատեղ, այսպես մամուլի հետ շփման ընթացքում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը, շաբաթ օրը առաջիկա Օմանում լինելու է, ինչպես ինքն է ասում, գրեթե ամենաբարձր մակարդակի բանակցություններ Իրանի հետ։ Իրանական կողմը այնուամենայնիվ այս բանակցությունները կոչում է անուղղակի, սակայն ըստ էության բանակցությունները շատ լավ էլ ուղղակի են, ուղղակի տեղ են ունենում երրորդ երկրի տարածքում, Օմանում, որը դրական հարաբերություններ է միշտ ունեցել Իրանի հետ, նաև բարեկամական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, այնպես ինչպես արաբական թերակղզու այլ պետություններ ևս։ Այս ամենը իհարկե խաղաղ հանգուցալուծման հեռանկարներ է բացում, սակայն այստեղ, ինչպես Բիսմարկն էր ասում, սատանան մանրուքների մեջ է։ Մանրուք համար 1. Դոնալդ Թրամփն ասում է, որ այո, մենք պետք է գնանք գործարքի Իրանի հետ եւ այս գործարքը լինելու է ավելի լավը, քան նախորդը, որովհետեւ նախորդը լավը չէր։ Ինչպես հայտնի է, հենց Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի տարիներին էր, երբ Օբամայի եւ Իրանի միջև կնքված այդ գործարքը չեղարկեց ինքը Թրամփը։ Բացի դրանից իրավիճակը ծանրանում է Իրանի եւ Իսրայելի միջև այդ թշնամանքով, երբ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում Իրանը ձևավորել էր իր լոյալիստներից բաղկացած ըստ էության բանակներ, որոնք պատերազմում էին Իսրայելի դեմ, սակայն Սիրիայում այնինչ տեղի ունեցավ, փակեց այդ ճանապարհը, ավտոմատ կերպով նաև իրավիճակը փոխելով Լիբանանում, փոխելով Գազայի հատվածում, դե իհարկե այդ ամենն էլ տեղի ունեցավ իսրայելական բանակի այսպես գործուն ներգործության
ֆոնին եւ արդյունքում եւս փորձենք հասկանալ ընդհանուր իրավիճակը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Իրանի մայրաքաղաք Թեհրանից տեսակապով ում սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրն է լրագրող եւ քաղաքական վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը բարև ձեզ պարոն Շահմուրադյան շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար Ես եմ շնորհակալ Եվ պարոն Շահմուրադյան շաբաթ օրը սպասենք բանակցությունների իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև Ինչ պարամետրերով եք դուք պատկերացնում այդ բանակցությունները եւ ինչպես եք տեսնում հեռանկարը այդ բանակցությունների արդյունքի իմաստով Սրանք իրականում արդյունքին միտված բանակցություններ եք դուք տեսնում որպես թե բանակցություններ հանուն բանակցությունների որպեսզի ուղղակի պատերազմի վտանգը չեզոքացվի համեցեք Չնայած անցյալ տարվանից մեկնարկած Իրանի եւ Իսրայելի միջև լարվածությունը եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված արձակումը Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի եւ ռադարների դեմ եւ Իրանի կողմից պատասխան Իսրայելի հարձակման հրթիռակոծումը եւ այնուհետեւ երկու կողմերի հռետորաբանությունը որի նաև հաջորդեց Միացյալ Նահանգների կողմից զորքերի կուտակմանը Հնդկական օվկիանոսում իրենց ամենամեծ ռազմաբազա Դիեգո Գարսիայում եւ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ հնչեցրած սպառնալիքներին եւ այնուհետեւ նամակների փոխանակումը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև եւ չնայած այն հանգամանքին որ շատ վերլուծաբաններ քաղաքական մեկնաբաններ սպասում էին պատերազմի մեկնարկին Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, որի նաեւ տոն է տալիս Իսրայելը եւ Իսրայելի անհամբերությունը Իրանի նկատմամբ, որը ցանկանում է կտրուկ եւ ռազմական միջոցներով վերացնել Իրանի միջուկային կարողությունները եւ հնարավորությունները, տեղի ունեցավ անսպասելին, սակայն շատ ցակավաթի փորձագետներ եւ քաղաքագետներ արդեն տեղյակ էին եւ լրատվականում հնչում էր այն տեղեկությունը, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են վարում հիմնականում միջնորդված արաբական երկիր Օմանի միջոցով եւ այնտեղ նաեւ դերակատարություն ունեցավ անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի արքայազնը ուղղակի հեռախոսակապ ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ Ֆիչ տոնի առիթով որտեղ նաև իր պատրաստակամությունը հայտնեց միջնորդելու Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ճանապարհներով այս հանգույցը լուծելու հարցում։ Սա է հիմնական խնդիրը, որը հանգեց երեք Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի եւ Նեթանյահուի հանդիպման ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարությանը, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները արդեն ուղղակի բանակցում են եւ շուտով շաբաթ օրը ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում տեղի ունենալու Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունը Դրան անմիջապես հաջորդեց Իրանի արտգործնախարարի հայտարարեց, որ այո Օմանի մայրաքաղաքում տեղի ունենալու միջնորդված բանակցություններ Միացյալ Նահանգների հետ հիմա դրա ինչու են միջնորդված գիտեմ թիկուն քարած դեմարդեմ նստած բայց ամենայնիվ սա կարևոր դիվանագիտական առաջընթաց էր Իրան Միացյալ Նահանգների հարաբերություններում որ վերջապես կողմերը հասել են այն եզրակացության որ խնդիրները լուծելու համար պետք է դիմեն ուղղակի բանակցության եւ դա բնական է թե Իրանի կողմից տրամաբանական որոշում էր թե Միացյալ Նահանգների եւ դա ցույց տվեց որ Միացյալ Նահանգների նախագահը այնքան էլ չի տրվում Բենյամին Նեթանյահուի պահանջներին երեք որոշ ասենք լրատվամիջոցներ նույնիսկ իսրայելական լրատվամիջոցները հրապարակեցին լուրեր եւ մեկնաբանություններ որ
նախկին հանդիպումների համեմատ ավելի սառն է եղել Դոնալդ Թրամփի եւ Նեթանյահուի հանդիպումը եւ իմ կարծիքով հենց Դոնալդ Թրամփը այսքան արագ Նեթանյահուին կանչեց Վաշինգտոն, որպեսզի նրան զսպի։ Տեսեք, Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից տեղի ունեցող հարձակումների երկրորդ փուլը հենց միտված էր Իրանին գրգռելու, որպեսզի Իրանը նույնիսկ հարվածներ հասցնի ի պաշտպանություն Գազայի հատվածի ժողովրդին Իսրայելին, որպեսզի պատրվակ ունենա Միացյալ Նահանգների աջակցությամբ հարձակում իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների դեմ եւ վերջ տալ այս խնդրին Իսրայելի շահերի դիտանկյունից իհարկե, բայց Միացյալ Նահանգներում քաղաքագետները եւ դիվանագետները եւ Դոնալդ Թրամփի խորհրդատուները միամիտ մարդիկ չեն, այո, թերևս դա տեղի ունենա, հարձակում տեղի ունենա, ոչնչացնեն Իրանի միջուկային օբյեկտները, բայց նրանք մտածում են հետագա զարգացումների համար Իրանը 80 միլիոնանոց երկիր է, հսկա երկիր է, ոչ մի երաշխիք չկա, որ ամերիկյանի իսրայելական հարձակումների հետևանքով միանգամայն ոչնչանան այդ միջուկային օբյեկտները, որովհետև այդ միջուկային օբյեկտների եւ հնարավորությունները, սանտրիֆուժները, հագեցած ուրանը բաժանված են Իրանի տարբեր տարածքներում, ընդհատակյա թաքստոցներում եւ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի փորձը ցույց տվեց, որ նման հարձակումները միանգամայն չեն կարողանում վերացնել եւ ոչնչացնել նման տեսակի երկրների հնարավորությունները։ Իսկ դրան նաեւ կհաջորդեր անպայման Իրանի կոշտ եւ խիստ պատասխանը, որի առաջին հերթում թիրախում էին դառնալու արաբական երկրները, որովհետեւ Միացյալ Նահանգները Պարսիցծոցի արաբական երկրներում ունի բազմաթիվ ռազմաբազաներ եւ Իրանն էլ իր հրթիռների կարողություններով այդ հնարավորությունը ունի խոցելու Միացյալ Նահանգների ռազմաբազաները, նույնիսկ Իսրայելը, այս անգամ Իրանի պատասխանը ավելի խիստ է լինելու Իսրայելի նկատմամբ եւ դա հանգելու է մեծ տարածաշրջանային եւ թերևս միջազգային պատերազմի։ Այս հանգամանքները նկատի ունենալով երկու կողմերի հաշվարկները կատարեցին եւ թաքուն բանակցությունների արդյունքում հասան այդ եզրակացության, որ պետք է ուղղակի կամ անուղղակի, ինչպես որ իրանցիներն են ասում, բանակցությունների միջոցով, դիվանագիտական կանալների միջոցով լուծեն իրենց հարցերը։ Իհարկե դա էլ բանակցությունը իհարկե չի նշանակում, որ որոշակի եզրակացության կհասնեն, համաձայնության կհասնեն, բայց սա մեկնարկ է եւ շատ բնական է, պետք է այդպես լինի, իսկ առանց բանակցելու, առանց որ կողմերին իրենց պահանջները ներկայացնեն, առանց որ տեղեկանան դիմացինը ինչ ակնկալիքներ ունի, ինչ սպասելիքներ ունի, որի շուրջ պետք է համաձայնության հասնեն կամ չհասնեն, եւ պետք է ի սկզբանե բանակցություններ լինի, որպես կողմերը թե փոխվստահության հասնեն, թե հասկանան միմյանց եւ հետո խոսեն ավելի մանրամասն հարցերի շուրջ։ Պարոն Շահմուրադյան, արձանագրենք հետեւյալը։ Մինչ այս իրանական դիրքորոշումը հետեւյալն էր։ Մենք ունենք 2015 թվականի գործարք, հա, որը խզվել է միակողմանիորեն Միացյալ Նահանգների կողմից, գործարք եք ուզում, հենա գործարքը կա, որից դուրս եք եկել, վերադարձեք գործարք եւ հարցը համարենք լուծված։ Միացյալ Նահանգները հատկապես Թրամփի վարչակազմի օրոք, դե Բայդենի օրոք էլ այսպես էր, որ ի վերջո 4 տարի Բայդենը կառավարեց եւ խնդիր կար, որ Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ չէին վերադառնում գործարք, որովհետեւ հստակ առկա էր թշնամանքը Իրանի եւ Իսրայելի միջև, նաեւ իրանական հրթիռներն էին հասնում դեպի Իսրայել, իրանական հրթիռներն էին հայտնվում մի շարք այսպես ոչ պետական բանակային կազմավորումների ձեռքում եւ հարվածում Իսրայելին, խնդիր կար։ Հիմա Թրամփն ասում է, որ սա լինելու է գործարք լինելու է եւ սա լինելու է ավելի լավ գործարք, քան նախորդներ։ Ինչի մասին է խոսքը եւ ինչ հավելյալ քայլի բացի միջուկային ծրագրից
պատրաստ կլինի Իրանը հաշվի առնելով նաև արաբների տրամադրությունը Իսրայելի հետ օր առաջ հարցերը լուծել։ Հա, այլ ոչ թե շարունակել պատերազմը, ինչը այսպես ասենք Իրանի համար գրեթե գաղափարախոսական դոկտրինի պես մի բան է, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա հավերժ շարունակել ուղղակի չի լինի, չէ՞։ Համեցեք։ Այո, շատ կարևոր հարց է, պարոն Մեհրաբյան, որ պետք է տարբեր հատվածների բաժանել։ Նախ նշեմ, որ Իրանի մոտեցումը շատ ճիշտ եւ տրամաբանական է, որովհետեւ Միացյալ Նահանգներն էր, որ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում դուրս եկավ միջուկային գործարքից եւ ամեն ինչը խառնեց, եւ Իրանը 2000 թվականից մինչ այսօր նույնիսկ նախկին Միացյալ Նահանգների նախկին Բայդենի նախագահության օրոք դիմեց Միացյալ Նահանգներին եւ Եվրամիության, որպեսզի Միացյալ Նահանգները վերադառնա գործարքին եւ մի որոշ փոփոխություններով վերականգնեն նախկին գործարքը։ Հիմնականում Իրանի խնդիրը Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումների չեղարկումն էր, հիմա էլ նույն պահանջը ունեն եւ Դոնալդ Թրամփի նախագահության գալուց հետո այս երկրորդ շրջանում Դոնալդ Թրամփը փորձում էր առավելագույն ճնշումներ գործադրելով Իրանի վրա հասնել իր նպատակին, որի հետևում նաև կանգնած է Իսրայելը, Իրանի միջուկային օբյեկտների միանգամայն չեզոքացում եւ ուրանի հարստացման դադարեցում, սա Իրանի կողմից անընդունելի պայման է։ Նրան ավելացրեց նաև Թրամփը Իրանի հրթիռային ծրագիրը, որը ունի պաշտպանական բնույթ եւ իսլամական խումբերին, շիա իսլամական խումբերին դադարեցնել աջակցությունը։ Սա էլ Իրանի կողմից անընդունելի պայմաններ են, որովհետեւ հրթիռային ծրագիրը Իրանի անվտանգությանն է վերաբերվում եւ Իրանի իրավունք ունի միջազգային օրենքների համաձայն իրավունքն իր պաշտպանության համար ունենալ իր ցանկացած ըստ իր դոկտրինայի ռազմամթերքն ու զինատեսակները։ Իսկ շիա իսլամական խմբավորումների աջակցության վերաբերյալ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրահրված պատերազմից հետո արդեն այդ վտանգը Արևմուտքի եւ Իսրայելի համար համարյա թե վերացվել է, Իրանն էլ արդեն հաշտվել է այդ իրողության հետ։ Դրան պետք է ավելացնենք նաև հուսիների դեմ վերջերս Միացյալ Նահանգների կողմից կատարված հարձակումները, որը թույլատրեց հուսիներին Եմենում, իսկ Իրաքի պարագային անցած շաբաթների ընթացքում Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաները, եթե չսխալվեմ, նախարարը այցելեց Իրան եւ այստեղ խոսվել է Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը, որը շիա իսլամական խմբավորում է, հիմնականում հովանավորվում են Իրանի կողմից, դրանք ինտեգրվեն Իրաքի բանակի մեջ եւ այդ գործընթացը կատարվում է արդեն եւ Իրանը համաձայնվել է եւ այդ միջոցով նաեւ Իրանը չի կորցնում իր դերակատարությունը, որովհետեւ այդ խմբավորումները եթե նույնիսկ միանան Իրաքի բանակին, դարձյալ չեն հրաժարվելու Իրանի աջակցությունից, Իրանը ունենալու է իր ազդեցությունը։ Ինձ թվում է այս հարցերի շուրջ, այսինքն պրոքսիների հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ հատկանշական է, որ երեք Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը չխոսեց այդ երկու հարցի շուրջ Իրանի հրթիռների եւ շիա խմբավորումների աջակցության մասին, խոսեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվելու, կարծում եմ իր նպատակն էլ հենց միայն միջուկային հարցի շուրջ էր, նամակներ են փոխանակվել, նամակների բովանդակությունը չի հրապարակվել, բայց կարելի է ենթադրել, որ Իրանը իր պահանջներն է ներկայացրել, դարձյալ պնդելով իր պահանջների վրա, որ այդ երկու հարցերի շուրջ չի բանակցելու, դա Իրանի կարմիր գիծն է եւ միայն խոսելու են միջուկային հարցի շուրջ եւ պետք է միջուկային հարցի շուրջ ինչ-որ համաձայնության հասնել։ Իրանը, այո, մտահոգ է այսօր Աբբաս Արաղչին էլ ասաց, որ նպատակը դա է, որ Միացյալ Նահանգները տրամաբանորեն վերադառնա բանակցային սեղանի շուրջ եւ Իրանի նպատակն է վերացնել Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների կողմից
Իրանի դեմ սահմանված շրջափակումները։ Դրան զուգահեռ նաև նշեմ, որ այսօր Մոսկվայում Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի փոխարտգործ նախարարները կարևոր հանդիպում ունեն, իսկ ավելի վաղ իրանական կողմը եվրոպական եռյակի հետ շուրջ 1 ամիս թե 15 օր առաջ Վիեննայում հանդիպում են ունեցել, այս համադրումները կատարվել են, Իրանը բազմակողմանի դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ բոլոր կողմերին ներգրավի այս բանակցություններում եւ հիմա Մոսկվայում իր մյուս գործընկերների հետ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համադրումներ է կատարում, որպեսզի շաբաթ օրը կարողանա ավելի ուժեղ դիրքերից ներկա գտնվի Օմանի բանակցություններին։ Եվ ամփոփելով, պարոն Շահմուրադյան, Իսրայելի դիրքորոշումը այսօր պայմանավորված է երկու գործոնով, դա նախ Իսրայելի անվտանգությունն այնպես ինչպես եղել է հրեական պետության ստեղծման առաջին իսկ օրվանից, բայց երկրորդը դրան նաև խառնված է Նեթանյահուի ներքաղաքական շահերը, հա, կապված իր եւ իր օպոնենտների միջև եղած հարաբերություններով, դատական գործերով, այո, Իսրայելում կա հստակ ընդդիմություն Նեթանյահուին, որը կակտիվանա անմիջապես, երբ պատերազմը եւ պատերազմի վտանգը Իսրայելի համար անմիջական վտանգը կավարտվի։ Ինչ եք կարծում, Նեթանյահուի այցը Վաշինգտոն ավելի շատ ինչով էր պայմանավորված մի կողմից եւ երկրորդ ասպեկտը, որը կցանկանայի նաև ներառեիք ձեր մեկնաբանության մեջ, դա արաբական պետությունների մոտեցումն է, պետություններ, որոնք ընկած են Իրանի եւ Իսրայելի միջև աշխարհագրորեն, հա, ներառելով նաև Պարսից ծոցի երկրները, արաբական երկրները, որոնք այսպես ամենամեծ ֆինանսական կարողություններն են կուտակել, սակայն չափսերով շատ փոքր են եւ ռազմավարական առումով խիստ խոցելի, իսկ այս պատերազմի սանձազերծման դեպքում նրանք ուղղակի աղետի ուղիղ վտանգի առաջ կկանգնեն։ Այս ամենը իրենց հանրագումարում ինչպես եք դուք դա տեսնում եւ որքան հնարավոր կլինի մերձավոր արևելքի որպես այդպիսին, հա, արաբներին էլ, հրեաներին էլ այդ գործոնները ուղղակի դրվի փակագծերից ներս Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները կարգավորելիս, համեցեք։ Իհարկե շատ կարևոր է Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները կարգավորելը կհանգի նաև Իրանի եւ արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչ վերաբերում է Նեթանյահուի Վաշինգտոն կատարած վերջին այցի շուրջ նպատակների վերաբերյալ, կարող եմ ասել դա բազմակողմանի է, այո ճիշտ եք ասում, Նեթանյահուն հիմա թույլ դիրքերում է Իսրայելի ներսում, նաև Նեթանյահուի դեմ ճնշում կա հենց Իսրայելում, Վաշինգտոնում նա այցելել են Վաշինգտոն մի քանի խնդիրներ լուծելու համար։ Նախ Գազայի հատվածի հարցն է, երկրորդը Իսրայելի անվտանգության դեմ ուղղված նորը սպառնալիքը, որը Թուրքիան է, գիտեք որ Թուրքիան արդեն Սիրիան, այսպես ասած, գրավել է եւ փորձում է իր համակարգը այնտեղ ստեղծել, տեղակայել եւ Թուրքիայի նախագահը չի թաքցնում իր ճշնամանքը Իսրայելի նկատմամբ, որպեսզի արաբական իսլամական աշխարհում իր համար վարկանիշը ստեղծի, որ իսլամական ումմայի, իսլամական ժողովուրդների կամ նախին Օսմանյան կայսրության իսլամական տարածքների, այդ խալիֆայության տարածքների փրկիչն է, դա է նպատակը եւ Իսրայելը մենք տեսնում ենք, որ անցած շաբաթ խոցեց, դարձյալ խոցեց Սիրիայի տարածքում ռազմակայաններ եւ ռազմական օբյեկտներ, որի ենթադրում էր, որ ապագայում Թուրքիայի կողմից հովանավորվող պետությունը կարող է դրանք օգտագործել Իսրայելի դեմ, Իսրայելը արդեն մուտք է գործել, այսինքն օկուպացրել է Սիրիայի
որոշ տարածքները, սա նաև մեկ վտանգ եւ երեկվա հանդիպումում անդրադարձ կատարվեց նաև Դոնալդ Թրամփի կողմից այդ հարցին, որ ինքը հավանում է Էրդողանի քաղաքականությունը եւ աջակցում է նրան եւ երկու կողմերին էլ Նեթանյահուին եւ Էրդողանին հրավիրեց դրամաբանական մոտեցում ունենալ Սիրիայի հարցերի շուրջ եւ վերջ տան իրենց ճշնամանքին եւ Սիրիայի հարցերի կարգավորման վերաբերյալ մյուս հարցը բոլորը գիտեն, որ Իսրայելը առանց Միացյալ Նահանգների աջակցության չի կարող ազդեցիկ արձակում իրականացնել Իրանի դեմ։ Իսկ Միացյալ Նահանգների մոտեցումը այն է, որ վերականգնի Իբրահիմի կամ Աբրահամի դաշինքը, որ իր նախագահության նախկին շրջանում փորձեր արվեց դա իրականացնել, բայց անհաջող մնաց, եւ Իսրայելը եթե ուզում է Իրանին խոցել, Իրանի թուլացնել, պետք է արաբական աշխարհի հետ, որոնք հավաքվում են նաեւ Իսրայելի երկրորդ եւ կարևոր ճշնամիները, նրանց հետ մի կերպ լեզու գտնի եւ այդ Աբրահամի դաշինքը վերականգնի, որպեսզի կարողանա իր կառավարությանը կամ Իսրայելի պետությանը խաղաղություն երաշխավորել տարածաշրջանում։ Մյուս խնդիրը Իսրայելի մյուս խնդիրը նաև վերաբերվում է Միացյալ Նահանգների հետ ունեցած այս տարիֆային մաքսատուրքերի հարցը վերացնել, որտեղ Իսրայելը կարևոր երկիր է, հատկապես հրյաները մեծ ներդրում ունեն Միացյալ Նահանգների տնտեսության մեջ։ Գնացել է հարցերը լուծել, որը կարծես դա էլ չհաջողեց եւ Դոնալդ Թրամփը առիթ չտվեց այդ հարցի շուրջ խորհրդակցեն։ Իմ գնահատմամբ շատ հաջող հանդիպում չէր եւ Դոնալդ Թրամփը փորձեց ավելի շատ խոսել եւ առիթ չտալ Նեթանյահուին եւ հասկացնել տվեց, որ ինքը պատերազմի կողմ չէ եւ իր վարչակազմն էլ ասել են եզրակացություն, որ պետք է նախ բանակցություններ վարել Իրանի հետ, համաձայնության հասնել, որովհետև սրանից ավել արդեն չի կարող Միացյալ Նահանգներն էլ չի կարող ամբողջ աշխարհի դեմ թե տնտեսական, թե ռազմական պատերազմ հայտարարել։ Մյուս կողմից կա Չինաստանի վտանգը, եթե ամբողջ ուժերը կենտրոնացնի Պարսից ծոցում եւ փորձի Իրանին հարվածել, որ այս պատերազմն էլ երկար կտևի, այսինքն միանգամայն Իրաքի նման չի կամ Աֆղանստանի նման թույլ երկիր չի Իրանը, որ մեկ ամսում կամ մեկ շաբաթում կարողանա վերջ տալ այս խնդիրներին, Իրանը մեծ բանակ ունի եւ անկանխատեսելի է պատերազմը, արաբները մտահոգ են, այո, ասացիք, կարևոր է արաբները միջամտել են, ես վստահ եմ, որ արաբներն են այս հարցում միջամտել են, հատկապես Սաուդյան Արաբիան, որ լարվածությունը մեղմացնեն եւ դիվանագիտական ճանապարհ գտնեն հարցերը լուծելու համար։ Այո, Թայվանի խնդիրը կա, եթե Միացյալ Նահանգների ուժերը կենտրոնացնի Պարսից ծոցում, Թայվանն է անպաշտպան մնում, Հարավային Կորեայի հարցը կա, անպաշտպան է մնում եւ ոչ մի երաշխիք չկա, որ Չինաստանը չհարձակվի Թայվանի վրա եւ մեծ, ասացի, միջազգային պատերազմի արդեն վտանգ կար։ Բոլոր կողմերը փորձում են, թե արաբները, թե իրանցիները, թե Միացյալ Նահանգները եւ թե Եվրոպան, նույնիսկ Չինաստանը եւ Ռուսաստանը իրավիճակը մեղմացնել, լարվածություն մեղմացնել եւ դիվանագիտական լուծում գտնել այս հարցը բարեկարգելու նպատակով։ Շատ շնորհակալ եմ, պարոն Շահմուրադյան, ձեր այս չափազանց կարևոր նկատառումները եւ եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Իրանին էլ ձեզ էլ Իրանին էլ խաղաղություն եւ հարցերի շուտապույտ լուծում իշահ թե Իրանի թե Հայաստանի բարին ձեզ։ Ստեսություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկերոջ լրագրող եւ քաղաքական վերլուծաբան Սահակ Շահմուրադյանի հետ Իրանի մայրաքաղաք Թեհրանից իր դիտարկումները կապված Իրան-ԱՄՆ առաջիկա բանակցությունների եւ դրա շուրջ զարգացումների հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։
Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ խոստացել էր իր ընտրարշավի ընթացքում, տարիֆային քաղաքականություն է սկսել կիրառել Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների հետ։ Անկախ նրանից խոսք է գնում դաշնակիցների մասին, թե խոսք է գնում ոչ այնքան դաշնակիցների, նույնիսկ այն երկրների մասին, որոնք համարվում են Միացյալ Նահանգների համար երկարաժամկետ ռազմավարական սպառնալիք, այնպես ինչպես օրինակ Չինաստանը։ Մենք տեսնում ենք մոտեցումները ըստ էության նույնն են։ Այս ամենը իհարկե հանգեցրեց մի իրավիճակի, որն այլ կերպ քան տարիֆային պատերազմ, որը ընթանում է հենց հիմա, այլ կերպ հնարավոր չէ գնահատել, որովհետև որքան էլ որ Թրամփը կոչ անի այլ երկրների հայելային տարիֆներ չկիրառել Միացյալ Նահանգների հետ առևտրում, շատ քիչ է հավանականությունը, որ նրանք ականջալուր կլինեն Թրամփի կոչերին կամ խորհուրդներին։ Իսկ դա նշանակում է լուրջ հարված ընդհանրապես գլոբալ առևտրին, համաշխարհային տնտեսությանը, որի թեկուզ եւ փոքր, բայց մաս է հանդիսանում Հայաստանը իր համեստ տնտեսությամբ։ Փորձենք հասկանալ նախ ինչ է տեղի ունենում համաշխարհային տնտեսության մեջ, ինչու են ցնցվում բորսաները, թե ասիական, թե եվրոպական, թե հենց ամերիկյան, իրենց հիմնական ցուցանիշներով եւ ինդեքսներով փորձենք հասկանալ այդ ամենը ինչ կերպ է անդրադառնում կամ անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում եւ ըստ այդմ որն է Հայաստանի անելիքը, որպեսզի կարողանանք մենք հնարավորություններից օգտվել, եթե այդպիսինները կան, իսկ սպառնալիքներն էլ չեզոքացնել, եթե այդպիսինները հայտնվեն։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, տվյալ.com հարթակի հիմնադիր եւ ղեկավար Աղասի Թավադյանը։ Բարև եք, պարոն Թավադյան, շնորհակալ եմ հրավերից Փոխադարձել։ Պարոն Թավադյան, ձեզ համար մի բաց գիրք է, այսպես, հա, որի մեջ այսպես հմթացս պատմություն է գրվում, մի բան, որ ոմանց մոտ դեժավյու է 2008 թվականի ճգնաժամի, ոմանց մոտ 1998-ի ճգնաժամի, ոմանց մոտ 70-ականների ճգնաժամների, հա, որոնք իրար հետևից գալիս էին, ոմանց մոտ էլ 29 թվականի մեծ դեպրեսիայի եւ բերում են զուգահեռներ շատ դեպքերում, այն ժամանակ էլ տարիֆներ էին գործածվում, ընդ որում լայնորեն, ընդ որում շատ դեպքերում ոչ այդքան սեփական նպատակահարմարությունից ելնելով, այլ որքան որ ասենք կոնկուրենտ երկրի գործերը վատացնելու դրդապատճառով, հա։ Փորձենք նախ հասկանալ ներկայումս մենք ֆիքսում ենք մի իրավիճակ, երբ օբյեկտիվորեն, հա, այդ ինդեքսները անկում են ապրում բոլոր առևտրային հարթակներում, հա, բորսաները դրա ցուցիչներն են։ Այո։ Եվ ինչ է տեղի ունենում, նախ սկսենք դրանից համեցեք։ Բորսաները այս պահի կանխատեսումն են ցույց տալիս, ընդհանուր սպասումն են ցույց տալիս, թե ինչ են սպասում։ Սա բորսայի համար լիովին անսպասել էր, ինչպես նաև բոլոր աշխարհի պետությունների համար, որպես քաղաքապես նախապես չի քննարկվել ոչ մի պետության մեջ, այսինքն հանկարծակի է այս մաքսատուրքերը ի աշխարհ
իցույց դրվել, ասեմ, որ այս մաքսատուրքերի մեջ որոշակի հարցականները շատ են, որովհետև հասկանալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից է ներկայացած եւ մի թիմ պիտի աշխատի այս փաստաթղթի վրա, սակայն բավականին սխալ, այսպես ասած, թերություններ կան այս փաստաթղթում, առաջինը այն է, որ այս փաստաթղթի սկզբում էլ նշված է, որ տարիֆները, այսինքն մաքսատուրքերը, որոնք կիրառվում են, որոնք կարող են լինել բացահայտ եւ ոչ բացահայտ, որովհետեւ պետությունը կարող է, ասենք, հստակ դնել մաքսատուրք, սակայն այլ տիպի մաքսատուրքեր կարող են կիրառել, օրինակ համար ստանդարտիզացման տեսքով, կարող է կիրառել մաքսատուրք, ասենք, օրենսդրական տեսքով, որ օրենսդրական խաթարումներ որոշակի լինի, որոշակի ապրանքի ներմուծման կարող է կիրառել մաքսատուրքեր արժութային փոփոխությունների միջոցով, այսինքն օրինակի համար Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, բայց որոշ ապրանքներ դժվար են, ճիշտ է, բոլոր ապրանքները պիտի ազատ տեղաշարժվեն ըստ ԵԱՏՄ համաձայնագրության ապրիորի, բայց որոշ ապրանքներին, ասենք, կարող է Ռոսգոդնadzorը որոշակի սահմանափակում դնել եւ ոչ տարիֆային սահմանափակում։ Դրա համար այդ փաստաթղթում նշված է, որ հստակորեն բոլոր տեսակի մաքսատուրքերը գնահատել անհնար է։ Դրա համար մենք որոշակի շատ པարզ բանաձև ենք կիրառում դա փորձելու գնահատելու համար, եւ բանաձևը հետեւյալն է, որ զուտ արտահանում, այսինքն արտահանում հանած ներմուծում բաժանվում է ներմուծման վրա, որը որոշակային տոկոսային կշիռ է տալիս ու դա ընդունում են որպես մաքսատուրք, որը կիրառվում է մարտակից պետություն բալանսի վերականգնման, բայց այդ առևտրային բալանսի վերականգնումն է մի քիչ տնտեսապես սխալ է հասկացում, որովհետև դու կարող ես ձգտել առևտրային բալանսի վերականգնել ընդհանուրի համար, բայց յուրաքանչյուր առպետություն դա անելը մի քիչ իմաստազուրկ է եւ խելքից դուրս է, որովհետև մի պետություն կա, որը քեզ ենթադրենք հումք է ներմուծում, դու իրան բան չես տալիս, հիմա դա չի նշանակում, որ դու իրան ինչ-որ մի բան պիտի տաս, որպեսզի հավասարակշռվի, էլի, սուտ ներմուծում ես հումք, այսինքն ուրիշ բան չես կարող տաս, մյուս պետությունն էլ մենակ ինչ-որ մի բան ես տալիս ես, բայց չես ներմուծում, այսինքն ընդհանուր կարած ներմուծես, բայց պետություն առ պետություն դա անելը մի քիչ տնտեսապես խելքից դուրս բան է։ Հիմա ինչ է կիրառվել, օրինակի համար իրանք հաշվարկել են, բանաձև հետևյալն է, տարբեր պետությունների այդ առևտրային, այսինքն սա իրականում կիրառվող մաքսատուրքը չի, որը կիրառվում է պետության կողմից, ըստ որի, այլ պարզապես, այսպես ասած, առևտրային դեֆիցիտի տոկոսային կշիռն է, ըստ որի իրանք որոշել են, որ այլ պետությունը ակամա թե ոչ ակամա կիրառվում է մաքսատուրք։ Օրինակի համար Վիետնամի թիվը 95% է, սա չի նշանակում, որ Վիետնամը 95% մաքսատուրք է կիրառում, սա նշանակում է, որ Վիետնամից 2 անգամ ավելի շատ ապրանք է ներկրվում, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները արտահանում է Վիետնամ։ Ու հիմնականում Վիետնամը արտահանում է էժան աշխատուժով տեքստիլ եւ տրիկոտաժ, որը շատ փոքր մարժա ունի եւ այդ փոքր մարժայի վրա Վիետնամը ապրում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ քիչ բան են տալիս Վիետնամին, հիմա այս ահռելի հակադարձ մաքսատուրքը դնելով շատ վատ դրության մեջ է դնում Վիետնամին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականում ներսից չի կարա փոխարինել այդ էժանագին ապրանքները, սա մեկ խնդիր։ Ու բանաձևը ոնց է, որ այդ դրանից հիման վրա, որ հաշվարկվել է տարբերությունը, իրանք բաժանել են դա երկուսի եւ որոշել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրառելու է այդ ճակերտների մեջ մաքսատուրքի կեսը փոխադարձ եւ գործընկեր պետության վրա, որպեսզի հավասարակշռի առևտուրը։ Հիմա օրինակի համար Եվրոպայի հետ, ընդհանուր Եվրոպայի հետ այդ տոկոսը, այսինքն առևտրային, սա մաքսատուրք չի, առևտրային տարբերության կշիռը 35% է։ Դրա կեսը մոտ 20% մաքսատուրք դրվել է Եվրոպայի վրա։ Ու բանաձևը հետևյալն է, այսինքն այդ արտահանման, զուտ արտահանման տոկոսային կշիռի կեսը դնում է մաքսատուրք, իրական մաքսատուրք Ամերիկան իր գործընկեր պետության վրա, եթե իհարկե այդ մաքսատուրքը 10%-ից ցածր չէ։ Ոստեղ հետաքրքիր օրինակի համար Մեծ Բրիտանիայի մոտ այս
թիվը 10% է, որտեղ գրեթե նույնքան արտահանվում է Մեծ Բրիտանիան, ինչքան ներմուծում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիան մի փոքր ավելի շատ է արտահանում դեպի Միացյալ Նահանգներ, 10% դրում, սա մինիմալն է։ Նույն այդ մինիմալ թիվը դրվել է Հայաստանի վրա եւ մի շարք այլ պետությունների վրա, սակայն հետաքրքիր այն է, որ կա, տեսեք, մենք խոսում ենք առևտրային տարբերությունների վրա, չէ՞, որ այս թիվը, այս տոկոսային մաքսատուրքը, տոկոսային կշիռը կարող է բացասական նաև լինել, այսինքն եթե պետությունը ավելի շատ ներմուծում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, քան արտահանում է, իսկ այդպիսի պետություններ կան, եթե չեմ սխալվում, այդպիսի պետություն, ասենք մերձավոր արևելքում որոշ պետություններ կան, ասենք այդ պարագայում հաշվարկային բանաձև -100% է։ Նույնպես 10% մաքսատուրք է կիրառվում, որ նույնպես հարցեր են առաջացնում։ Նաև հարցեր առաջացնում այն հանգամանքը, որ ասենք որոշ կղզիների վրա են մաքսատուրք որտեղ պինգվիններն են, զուտ այն արվում, որ իրանք արտահանման եւ ներմուծման կոդեր ունեն։ Եվ սա էլի որոշակի մտքերի է առաջացնում, միգուցե իրենք իրենց ապահովագրում են, որ այլ ճանապարհներով ապրանքը չգա շրջանցը, որովհետև կարող է, ասենք, Չինաստանը ներմուծի արագորեն տեղ այդ պինգվիններով կղզի վրա որոշակի պորտսարավահանկի սարքի արագ ներմուծի տեղ, քանի որ փաստաթուղթեր ունի, որ դա արտահանող երկիր է, բանը կղզին ոչ բան, ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգները միգուցե դրա համար է բանանում, ուրեմն ասեմ, որ սա ինչու է տնտեսապես, ասենք, շատ մեծ հարցեր առաջացնում, որովհետև առաջին հերթին դու չես կարող տարբեր պետությունների հետ մաքսատուրք sense հավասարացնես առևտրը, որովհետև տարբեր պետություններ տարբեր ուժեղ ու թույլ կողմեր ունեն։ Հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանալի է, ինքը, այսպես ասած, դարեր է ամենամեծ ծախսողը աշխարհում, որտեղ ամենաշատ փող ունի, ու որպես այդպիսին պատկերացրեք Ամերիկայի Միացյալ Նահանգները ընտանիք են։ Դու չես կարող գնաս խանութներով ծախսես, քո ասենք քո կրեդիտ կարտով, քո բանը պարտքերը մեծացնես, ըստ որոշակի վարկերով բաներ ծախսեր վերցնես, սպառողական վարկերով վերցնես, հետո մեղավոր ճանաչես այդ խանութներին, այդ պետություններին, որ դու այդքան ծախսում ես, ու որ առևտրային դիսբալանս է առաջանում, դա էլ է որոշակի խնդիր։ Հետո մյուս խնդիրը նրանում է, տեսեք, որ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե ինչ-որ մի բան է արտադրում, օրինակի համար մեքենա, ոչ այդ մեքենան 100%-ով չի արտադրվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Շատ մասեր կան, դետալներ կան, որոնք արտադրվում են օրինակ Հակերը, Մեքսիկայում, Կանադայում, Եվրոպայում, եւ այսպես թե այնպես դա մեծացնել բավականին գնաճային է լինելու։ Այսինքն ամեն ինչ թանկանալու է, որովհետև տեսեք, ու նաև այստեղ ճիշտ է իրավաբան չեմ, բայց իրավաբանական խնդիրներ կան։ Առաջին իրավաբանական խնդիրն այն է, որ սա մաքսը իրականում մաքսատուրքը տարիֆը Իրանից ներկայացնում է հարկատեսակ եւ հարկատեսակները իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ թե նախագահն է որոշում, այլ կոնգրեսը, սակայն նախագահը ինչ որ 30-ականներից որոշակի Emergency Act, այսինքն արտակարգ իրավիճակի օրենք է բերել, որ ըստ այդ արտակարգ իրավիճակի ինքը կարող է այդ մաքսատուրքերը սահմանել ու արտակարգ իրավիճակը այն է, որ 70 տարի շարունակ այլ պետությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը խաթարել են իրենց մաքսատուրքերով եւ վատ են վարվել, այսինքն որոշակի դիսոնանս է առաջանում, արտակարգ իրավիճակը հիմա է սահմանվում 30-ական թվականների ինչ-որ օրենքով, որ վերջին 70 տարիների ընթացքում այլ պետությունները վատ են վարվել, Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն հիմա արտակարգ իրավիճակը մի բան, պարոն Թավադյան, այդ տարիֆներով շատ էր տարվում նախագահ Հերբերտ Հուվերը։ Հանրապետական էր, որի օրոքել եւ եղավ այդ մեծ դեպրեսիան, հա, երբ Նյու Յորքի բորսան փլվեց, եւ դրան հետեւած 3 տարիները կառավարում էր Հերբերտ Հուվերը եւ փորձում էր կառավարել տարիֆներով, որոնք Ֆրանկլին Ռուզվելտը ամբողջությամբ վերացրեց, ուղղակի ասեց սա ոչ միայն օգուտ չի տալիս, այլև շատ կոնկրետ վնաս է տալիս հենց առաջին հերթին Միացյալ Նահանգներին եւ դրանից հետո էլ
տարիֆների մասին, որքան հիշում եմ, խոսում էին միայն Ռիչարդ Նիքսոնի ժամանակ։ Նույնպես, բայց էլի տենց ինչ-որ սահմանափակ կիրառում ստացավ, որից հետո էլի չէին խոսում։ Ուրեմն Տրամպ արդեն 20 տարի է խոսում է տարիֆների մասին։ Ըստ իր տարիֆը, այսինքն մաքսատուրք ամենագեղեցիկ բառն է բառարանում։ Եվ ինքը, այսպես ասած, իր խոստումների տերն է, իրենք իր նախընտրական շրջանում էր խոսում մաքսատուրքերի մասին, եւ ինքը ուշադրություն չի դարձնում թե բորսան կամ մասնագետները ինչ են ասում, եւ ըստ այդմ կարելի է ակնկալել, որ մոտակա 4 տարին այս տարիֆները լինելու են։ Ինչքան ասենք համաշխարհային իրավիճակը պատանակ գնաճային լինի կամ այլ խնդիրներ առաջանան։ Հիմա խոսանք նրա մասին, որ թե ինչու է իրական պատճառը այս մաքսատուրքերի, որովհետև ճիշտ է կարող են քննադատել, բայց ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդքան մասնագետ կան եւ այս մաքսատուրքերը տարիֆները իրանք ինչ որ իրականում շատ չեն հետապնդում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ ինչ որ բանի հիմար արված չեն, ճիշտ է, իրանք ռիսկային են, այսինքն ցանկացած խաղադրույք եւ շոկային են, սակայն եթե տրամաբանությունը, որ ես դնեմ ճիշտ է, իրանք կարող են որոշակի օգուտ տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ուրեմն առաջինը այն է, որ Թրամպը գործարքի արվեստը գրքի հեղինակն է, այսինքն ինքը գործարքի արվեստի մասնագետն է, ինքը սա իրան թույլ է տալիս մեծ ուժ այլ պետությունների հետ շատ հարցերում գործարքներ կնքելու եւ շատ բաներ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգտին համաձայնեցնելու համար, այսինքն այս պահին շատ պետություններ հերթ են կանգնել Ամերիկայի Միացյալ Նահանգների դուռը ծեծելու, որպեսզի այսինքն կրճատեն այդ տարիֆները ի հաշիվ որոշակի զիջումների, սա պիտի հաշվի առնենք։ Հաջորդիվ ես չեմ կարծում, որ մի բան էլ ասեմ, ինչեմ ասեմ, այստեղ տարիֆի իմաստը որն է, որ մենք խոսում ենք ներմուծման եւ արտահանման հավասարացման վրա, չէ։ Իրականում տարիֆները դա չեն անի, որին կա մի քանի երկու հստակ տնտեսական պատճառ։ Առաջինը այն է, որ եթե դուք տարիֆ ես կիրառում ինչ-որ պետության վրա, օրինակի համար Չինաստանի վրա, որ հավասարակշռվի այսպես ասած ներմուծում ու արտահանում առևտրաշրջանառությունը, դա անպայման չի, որ քո հակառակորդը, քո այսպես ասած գործընկերը նույն չանի, որ մենք տեսնում ենք Չինաստանն էլ է հավասարակշռված հայելային մաքսատուրքեր կիրառում։ Այս մի քանի ժամվա ընթացքում օրինակի համար արգելվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից բոլոր տեսակի ֆիրմերի ներմուծումը եւ ցուցաբերությունը Չինաստանում։ Հայելային, այսինքն այդ տեսանկյունից մեկը մյուսի վրա այսպես ասած տարիֆ կիրառելով երկուսի արտահանում ներմուծման ցուցանիշները իջնելու են, բայց հարաբերությունը նույնն է մնալու։ Հարաբերակցությունը նույնն է մնալու։ Երկրորդ ավելի պատճառը, որ այդ ինչն էլ ըստ էության դրվում էր իբր հիմնավորում այդ տարիքները։ Երկրորդ պատճառը այն է, որը մի քիչ ավելի թաքնված է, բայց այն է, որ եթե դու տարիֆ ես կիրառում, դու էլ չես ներմուծում այլ պետությունից որոշակի ապրանք, դու արդեն սկսում ես արտադրել ինքդ, բայց ներքին պահանջարկը չի իջնում ու սկսում է սպառել ներքին ապրանքը, որը դու պիտի արտադրես արտանես, բայց չես արտանում ներքին պահանջարկն է բավարարում դրանով։ Դրա համար տարիֆները չեն բերի նրան, որ հավասարակշռվի արտանում ներմուծան հարաբերություն։ Դրա համար ես կարծում եմ, որ սրա իրական նպատակը ոչ թե հավասարակշռությունն է, որտեղ հենց որ Տրամպին հարցնում են կարծում եք կհավասարակշռվի ինչ-որ պետության հետ տարիֆներ կամ ինչ պիտի անեն, ինքը իր մաներիզմով սենց աչ ու ձախ խոսում է ընդհանուր առմամբ, բայց հստակ չի պատասխանում հարցին։ Եվ ես կարծում եմ, որ սրա ոնց որ ես նշեցի, պատասխանը կամ իրական դրդապատճառ այլն է։ Իրական դրդապատճառ այն է, որ այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին մեծ պետական պարտք ունի, մոտավորապես 130-140% հնայի հարաբերակցության եւ այդ թիվը 38 տրիլիոն, եթե չեմ սխալվում։ Եվ այդ թիվը օրեցօր աճում է, ահռելի։ Այսինքն եթե ճիշտ եմ հիշում թվերը, այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների ամեն ապրող մարդ մոտավորապես
մոտավորապես $100,000 պարտք է իր վրա ընկնում։ Ես հիշում եմ 2007-ին ես Միացյալ Նահանգներում էի Վաշինգտոնում եւ մի գրասենյակի մոտ մի այսպես ցուցանակ էր դրված 2007 թվական, թե ինչպես է սենց ժամ առ ժամ փոխվում Միացյալ Նահանգների պարտքի չափը եւ այդ ժամանակ 16 տրիլիոն էր կազմում Միացյալ Նահանգների պարտքը։ Հիմա խոսում են 38 տրիլիոնի մասին 18 տարի անց։ Ու դա ահավոր է, որովհետև տենց հաշվիչներ կան on-line, ասենք վարկյանը 1 Ամերիկայի Միացյալ պետական պարտքը մի 30 միլիոնով ավելանում է, մոտավորապես թվերով, ասես նայում ես 30 միլիոն վարկյանը 1 ավելանում է պետական պարտքը։ Եվ եթե չեմ սխալվում, միակ բանը պետությունը, որ ավել է պետական պարտքը հնարաբերակցությամբ, դա Ճապոնիան է 200%, որը էլի տնտեսական խնդիրներ ունի այս պահին, բայց բանը ոնց որ անեկդոտն է ասում, 3 տեսակի պետություններ կան 4 տեսակի պետություններ կան աշխարհում, տնտեսապես զարգացող պետություններ, զարգացած պետություններ, զարգացող պետություններ, Չինաստան եւ Արգենտինա, կներեք, Ճապոնիա եւ Արգենտինա, իրանց առանձին է, ինչքան էլ վատ լինի կամ լավ լինի, այնք առանձին кейս են։ Մի խոսքով, այդ առաջին խնդիրը, երկրորդ խնդիրը այն է, որ բանը պետական բյուջեի ճեղքվածքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բավականին մեծ է, 7%։ Եվ բյուջեի դեֆիցիտի մասին է։ Եվ այս բյուջեի դեֆիցիտը պետպարտքը իր սպիրալաձև աճեցնում է ժամանակի ընթացքում, հետո հաջորդ խնդիրն այն է, եւ խթանում ինֆլյացիան, գիտեք, ինֆլյացիան այդքան էլ չեն խթանում այս պահին, որովհետեւ դոլարին մեծ զանգված է, ավելի շատ ոչ թե գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ դրսում, եւ այսպես ասած ինֆլյացիան կարողանում է դեպի դուրս հանել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, վաճառելով գումար դոլար այլ պետությունների վրա։ Հավելյալ դոլարային մասը դնում է այլ տնտեսություններում որպես այլ տնտեսություններում, բայց դրա վերջն է կարող է գալ, որովհետև այս քաղաքականության ռիսկային ելքերից մեկը դա կարող է լինել դեդոլարիզացիան, սա էլ պիտի հաշվարկել ու նաև պիտի այս ամեն ինչի հաշվի առնելով այս պահին Թրամփը ինչ է անում առաջին հերթին դոջն է կազմում, որը կրճատում է ծախսերը կամ ավճարցնող է ծախսերը գտնում, որպեսզի այսպես ասած շղթայից դուրս գա, եւ երկրորդ հերթին ինքը փորձում է այլ պետությունների վրա որոշակի sense այսպես ասած սեղմելով տարբեր ճանապարհներով այնպես անել, որ դոլարային պարտք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը այլ պետությունների ձեռքում է, կամ ներվի կամ զիջի կամ իջեցվի։ Այսինքն սա է հիմնական դրդապատճառը այս տարիֆների եւ հիմնականում սա է հիմնական պատճառը, որ գործարքներ կնքվեն Տրամփի հետ, որպեսզի սա արվի, որ պետական պարտքի հարաբերություն իջնի, սակայն պիտի հասկանալ, որ պետական պարտքի մեծ մասը այս պահին մոտավորապես 60%, եթե չեմ սխալվում, տեստիվը պիտի նայվի Ամերիկայի Միացյալ Նահանգների, իրականում բանը Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում է Չինաստանն էլ մեծ պետպարտք ունի, սա չինացիներն են այդ պարտատոմսերի զգալի տոկոսը գնել ուղղակի, չինացիներն էլ են գնել այդ զգալի պարտատոմսերը եւ սակայն սա մի քանի բանի կբերի այս քաղաքականություն դեռ գնաճի մասին չենք խոսում, առաջին հերթին նրան, որ դոլարը կարող է արժեզրկվել մոտավորապես 15%-ով, այլ փոխարժեքների համեմատ, այստեղ Հայաստանի համեմատ կարող է չարժեզրկել, որտեղ Հայաստանը դրան իրականում փափուկ գծված է դոլարին, սա ուրիշ բաներ կարող է առաջացնել, պարզապես կարող է մի օր արթնանանք, որ տեսնենք բանը հայկական դրամ դոլար հարաբերությունը շատ չի փոխվել, սակայն այլ արժույթներն են ավելի թանկացել ենթադրենք։ Եվ գնաճի համաշխարհային, որովհետև ոնց որ ասեցինք, սա իրականում հարկ է
Բացի նրանից մի քանի տեսանկյունից է գնաճ առաջացնում։ Առաջին հերթին սա հարկ է Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառողների վրա թաքնված ու այս հարկից ստացված եկամուտներով նաև ի նպատակ ունի պետական պարտքը փակել, այսինքն այս տեսանկյունից է կարա պետական պարտքը, բացի նրանից որ պետական պարտքների այ պետությունները նաև այս հավաքված գումարներով պետական պարտքը փակվի էժանացրած դոլարով ավելի էժանացնում են դոլարը, էժանացված դոլարով որոշ պետություններ ներում են այդ պետական պարտքը, որովհետև ասենք տարիֆների չունենան այդ տարիֆները, որպեսզի փրկեն իրենց պետությունը, իրենց տնտեսությունը, հետո դոլար էժանացնում են, այդ հավաքված գումարներով նաև փակում են պետական պարտքը, օգնում են, սակայն սա նույնիսկ եմ ասում թաքնված հարկ է, թաքնված գնաճ է, որովհետև այսպես թե այնպես բոլոր ապրանքները թանկանալու են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, սպառողների համար, եւ մենք կարող ենք գնաճ տալ։ Բացի դրանից, քանի որ միջազգային առևտրային ուղերը խաթարվում են, ասենք տարիների ընթացքում, սա էլ մեծ համաշխարհային գնաճ կարող է առաջացնել։ Օրինակ COVID-ի ժամանակ 2020 թվականի ապրիլին, հենց որ համաշխարհային տնտեսությունը մի տարի աշխատեց, դա համաշխարհային գնաճ առաջացրեց հետագայում, ասենք ամբողջ աշխարհով 10-20, հիմա սա մեծ գնաճային ցնցում է առաջացնելու ամբողջ աշխարհով 1 տարի, 2 տարի հետո։ Սա պիտի հաշվի առնենք։ Հիմա սա նաև բավականին բացասական է անդրադառնալու Եվրոպայի վրա առաջին հերթին, որտեղ բանը, այսպես ասած, միշտ Եվրոպան համարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրեն գործընկեր, եւ այս պահին ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսպես ասած, գլոբալիստական նկատառումներով է աշխատում, որ փորձի իր շահերը սփռել ամբողջ աշխարհի վրա, այլ ավելի շատ բազմաբևեռ տրամաբանությամբ եւ Իրան ավելի հետաքրքիր է իր շրջանակում գտնվող տարածաշրջանները, կամ ասենք միջին Եվրոպայում կամ միջին Արևելքում կամ Հայաստանը կամ այլ պետությունը։ Իրան հետաքրքիր է Գրինլանդիան, իրան հետաքրքիր է Պանաման, Կանադան եւ այլն այդ տարածաշրջան։ Մնացած աշխարհի հետ ինչ կլինի, թքած։ Սա որոշակի, ասենք, implications, որոշակի ազդեցություն է ունենալու նաեւ Հայաստանի վրա, որի մասին կխոսանք։ Նաև սա բացասաբար է անդրադառնալու միջազգային կառույցների վրա, օրինակի համար World Trade Organization-ի վրա, համաշխարհային առևտրի կազմակերպության վրա, որտեղ իր ազդեցությունը կամ նշանակությունը քչանալու է։ Սրանից հետո ասենք բոլոր պետությունները իրար հետ կփորձեն, այսպես ասած, համաձայնացրեն առանց մաքսատուրք, առանց տրարիվ բաներ։ Հիմա սա ոնց է անդրադառնալու Հայաստանի վրա։ Մի հարց սրա հենց այս բանում համատեքստում այս ամենը Բրետոն Վուդյան կոնսենսուսը, հա, որը երկրորդ համաշխարհային պատերազմից ձևավորեց եւ ըստ էության ֆունդամենտ դարձավ նրա, որ դոլարը դարձավ ամենավստահելի տարադրամը ամբողջ աշխարհում եւ դա շարունակվում է մինչ օրս։ Դա կազդի դրա վրա, թե ոչ, եւ ըստ այդմ Հայաստանի հետ կապված համեցույց։ Այո, սա այսպես ասած, այս քաղաքականության, այս ամեն մի քաղաքականություն իր ռիսկերը, որտեղ ամեն մի քաղաքականությունը խաղադրույք է, ոչ նոր բան չփորձած։ Այս խաղադրույքի բացասական ելքերից մեկը դա է, որովհետև սա կարող է բերել հանգեցնել դոլարի ուժի եւ ազդեցության իջացման, որը վստահության իջացման, որը իրականում Թրամփը չի ցանկանում, որովհետև Թրամփը 1-2 ամիս առաջ սաստել էր BRICS պետություններին, որ դուրս չգան դոլարային գործարքներից, սա բացասական ելքերից մեկն է եւ Թրամփը, այսպես ասած, փորձելու է մանևրել, կարծում եմ փորձելու է մանևրել, որպեսզի այդպիսի ելք չլինի, բայց այդպիսի հավանականություն կա, որովհետև բոլորը հասկանալու են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է այսպես վստահելի գործընկեր չլինել եւ սկսեն առևտուրը անել ոչ թե դոլարով, այլ թեկուզ եվրոյով, չինական յուանով, ինչու՞ չէ նաև ռուբլիով, մեր տարածաշրջանի համար սա որոշակի հետևանքներ ունի։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, տեսեք, Հայաստանի այս տեսանկյունից
ցածր, ամենացածր մինիմալ турքի տակ են գնում 10%։ Հայտարարքին այն է, որ այն դեպքում, երբ որ Միացյալ Նահանգների արտահանումը Հայաստան երրակի ավել է, քան Հայաստանին նա։ Այո, Այսինքն մեզ Թրամփը չի մեղադրի Ամերիկայի հաշվին է կապրում։ Այո, տեսանկյունից մի բան է, Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի շատ արտանում, այսինքն իրականում այդ բանաձևը, որ հաշվարկում այլ պետությունների համար ենթադրենք Եվրոպայի համար 39% եւ Վիետնամի համար 95%, մեր համար պիտի հաշվարկի մոտավորապես, չգիտեմ, այնտեղ մինուս ենթադրենք 100%։ Հա, բայց մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ մոտ ԵԱՏՄ-ի տարիֆն է Միացյալ Նահանգների եւ նրանք ուղղակի սիմետրիկն են ընդունում։ Դե ԵԱՏՄ-ի հետ այնքան է կապ չունի, որովհետեւ բայց Հայաստանը չի կարող ինքը տարիֆներ հայտարարի կամ ոչ։ Ուրեմն հետաքրքիրն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկու պետության վրա, Բելարուսի եւ Ռուսաստանի վրա ոչ մի տարիֆ չի սահմանում։ Հա, որովհետեւ ասում են մենք իրենց հետ գործ չունենք։ Ու այստեղ հետաքրքիր կատակ պատմեմ։ Միգուցե, սա իհարկե կատակ է, միգուցե Թրամփը նայել է Ռուսաստանում ինչ է կատարվում եւ ոնց են պատժամիջոցները դրական անդրադառնում ռուսական տնտեսության վրա եւ նույնն էլ փորձում է անել Ամերիկայի վրա։ Հուզիչ բան ասած։ Այո։ Բայց բանը ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մեր արտահանումը դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ մինչև 21 թիվը կազմել է մոտավորապես 50-60 միլիոն դոլար։ Զերո։ 21-23 թվականներին որոշակի աճ է ունեցել մինչև, եթե չեմ սխալվում, 100-120 միլիոն դոլար, հետո նորից իջել է վերջին 2 տարիներում էլի մի 80 միլիոն դոլարի։ Եվ ամենապիկային կետին մեր արտահանումը դեպի ԱՄՆ կազմել մեր ընդհանուր արտահանման 2.5%-ը։ Այս պահին կազմում է ընդհանուր արտահանման 0.5%-ից քիչ, սակայն մենք նաև պիտի հաշվի առնենք վերաարտահանումը, որը բավականին մեծ է Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության արտահանման մոտ 70-75%-ը վերաարտահանում է, որ ունի կարճաժամկետ բնույթ, որը շատ վտանգավոր է, հատկապես այս տարածքից խոսել ենք դրա մասին։ Այո։ Բայց եթե դա հանենք մոտ 1.5% է լինելու ու հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանում ենք առաջին հորիզոնականում թանկարժեք քարերի մետաղներն են, ոսկի եւ ադամանդը, որը կազմում է գրեթե 28%-ը արտահանման։ Երկրորդ հորիզոնականում գտնվում են երրորդ հորիզոնականում դա պահածոներն են բանջարեղենային, 4-րդ հորիզոնականում կաթնամթերքն է։ Այսինքն այդպիսի ապրանքներ են արտանում, որոնք իրականում փոխարինել են Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկայի մեջ, սակայն քանի որ առաջին հերթին մենք ամենամինիմալ տարիֆն ենք կիրառվել ընդհանուրի մեջ, եւ երկրորդ հերթին քանի որ մեր արտահանումը դեպի ԱՄՆ արդեն այդքան է մեծ չի եւ չորրորդ արդեն որոշակի անկում է ապրում առանց մաքսատուրքերի, մեր Հայաստանի Հանրապետության արտահանողը այս մաքսատուրքերից մեծ ազդեցություն չի ունենա, չի զգացի։ Եվ սա ուղղակի չի անդրադառնա Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, անուղղակիորեն անդրադառնալու է։ Առաջին հերթին ինչպես է անդրադառնալու, այսինքն միշտ կարճաժամկետում մենք վերջնաժամկետում մենք որոշ բանի մասին կարանք չանհանգստանանք, որովհետև շատ քիչ ենք արտանում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սա մեզ այդքան չի կապվում։ Ինչով է անդրադառնում, այնով որ մենք համաշխարհային տնտեսության անդամ ենք եւ Հայաստանը հիմնականում ապրում է դրսից եկող գումարների վրա։ Այսինքն մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը բանկային համակարգն է սուրբ եւ ամեն ինչ տնտեսությունում եւ դրամավարկային եւ հարկաբյուջետային համակարգը արված է այնպեսի, որ մենակ բանկային միաննականում բանկային համակարգը զարգանա։ Եվ իմաստը որն է, որ դուք ստեղ մի եկեք ներդրեք, գործարաններ բաներ սարքեք, դա ձեզ պետք չի, որովհետև հազար մի խնդիր ձեր գլխին կառաջացնենք, հարկեր, տուրքեր, այնտեղ լիքը ասենք փող բաժանել էսկոմ ենկոմ սերի սխեմաներ եւ այլն բերեք դրեք մեր բանկային համակարգ փողը մենք ձեզ 10% կտանք եկամտաբերություն, դրա համար է մեր վարկերի եւ տոկոսները բարձր, որ մենք փող դրսից բերենք, փող գտանք, մենք կտորենենք ինչ ուզում ենք կանենք այդ գումարի հետ։
Ու քանի որ հիմնականում դրսից եկող գումարների վրա է մեր տնտեսությունը հիմնականում հնայի աճ ապահովում, ցանկացած, այսպես ասած, դրսից եկող մեր ճգնաժամային երևույթ խաթարելու է մեր տնտեսական աճը, բերելու է զրոյի կամ բացասական աճի մեր տնտեսությունը։ Սա մենք տեսել ենք օրինակ 2008 թվականին եւ մինչեւ այդ 14%-ով հնայի աճ տարի Կովկասյան վագրենք, հետո ամենացածը առյուծ վարգեր ինչ-որ եւ հաջորդը գնաճային կենտրոնական բանկը պիտի սպասի գնաճային երևույթները։ Սա ամեն ինչից հստակ հաշվով դա իրանք դա կարող են անել, ես վստահ եմ։ Հստակ պիտի սպասի եւ այսպես ասած իջացրել է վերջերս վերաֆինանսավորման տոկոսադրույքը բավականին, բայց հաջորդ մի քանի որոշումներում ավելի լավ հաշվարկներ անի, միգուցե դեռևս չարժի իջացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ճիշտ ասա բացասաբար է անդրադառնում ներքին արտադրության վրա, բայց ով է դրան ուշադրություն դարձնում Հայաստանում ցավոք սրտի։ Հետո սա գնաճային կարող է լինել, հետո հնայի աճին կարող է բացասաբար անդրադառնալ եւ ամենակարևորը սա բերելու է նրան, որ Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական կապեր ել ավելի են ամրապնդվելու եւ մենք քաղաքապես ել ավելի ենք լինելու Ռուսաստանի ազդեցության ներքո, որովհետեւ նորից նշեմ մենք հանդիսանում ենք արդեն իսկ ԵԱՏՄ անդամ պետություն եւ մեր արդեն առանց մաքսատուրք Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտուրը կա շարունակվում է, իդեպ նշեմ, որ այս կառավարության օրոք 18 թվականի սկզբից մինչև այժմ Հայաստանի արտահանումը դեպի ՌԴ 5 անգամ աճել է, 5 անգամ, իսկ դեպի Եվրոմիություն մոտ 10%-ով պակաս, այսինքն որը ցույց է տալիս իրական զարգացման վեկտորը, եւ այն հանգամանքը, որ Տրամփն է ընդունում, որ աշխարհը դառնում է բազմավեվեր եւ չի ուզում իր ազդեցությունը սփռել ամբողջ աշխարհի վրա, ուզում է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա եւ այսպես ասած տարիֆային պատերազմ է հայտարարել ամբողջ պետության վրա եւ մենք արդեն իսկ զրոյական տարիֆ կամ մաքսատուրք ունենք Ռուսաստանի եւ ԵԱՏՄ այլ պետությունների հետ, բերելու են նրան, որ Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական կապեր ել ավելի ամրապնդանան։ Սա հիմնական, այսինքն միջնաժամկետում, կարճաժամկետում տնտեսությանը վնաս չի սպասվում, վնասը հիմնականում գալու է համաշխարհային տնտեսության ցնցումներից եւ համաշխարհային գնաճից, որը կարող է զրոյացնել մեր տնտեսական աճը, որին դուք ինչ ժամանակային հորիզոնի տեսեք, դա դժվար է ասել, որովհետեւ մոտավորապես ասենք, ասենց ասեմ, եթե դուք ինձ ասեք ճգնաժամ լինել, իհարկե ճգնաժամ լինել, հարցը երբ Հիմա բանը, որտեղ տնտեսությունը ցիկլիկ է, միշտ ցիկլում որոշակի ճգնաժամներ լինեն, հիմա սա Տրամփի որոշումը բավականին ցնցել է համաշխարհային շուկաները եւ այդ որոշումից հետո 2 օր անընդմեջ համաշխարհային շուկաները բավականին անկում էին ապրում, բայց հետաքրքիրն այն է, որ այսօրվա ընթացքում օրինակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկան, այսպես ասած, վերականգնվել է, հակառակ կանաչ դաշտում է, բայց մնացած պետությունները դեռ բաց, այսինքն այս սկզբնական շոկը արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսվարողների հաղթահարվել է։ Դրա համար դժվար է ասել, ճիշտ է, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշորագույն բանկերից մեկը հաշվարկեց, որ 40% է հավանականություն համար, որ այս տարի ռեցեսիա լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չեմ կարողացել երբ կլինի, սա շոկային քաղաքականություն է, հստակ կարամ ասեմ, որ մոտակա 1-2 տարում բավականին մեծ գնաճ ամենայն հավանականությամբ սպասվում է, որովհետև խաթարվում են համաշխարհային շղթաները, նաև տարիֆները բերում են գնաճի, թաքնված հարկ են, բայց երբ է լինելու, դա դժվար եմ ասեմ, երբ է լինի, կես տարի հետո հարվածելու, ուժեղ հարվածելու է Հայաստան։ Շատ շնորհակալ եմ, պարոն Թավադյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների եւ նախազգուշացումների համար, որ դուք հնչեցրեցիք մեր հեռուստադիտողների համար, նաև հուսով եմ նրանց շարքում
այս ամենի հետ կապված որոշում ընդունողների համար եւս սա մտորելու առիթ կհանդիսանա եւ շնորհակալ եմ ձեզ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր, տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, տվյալ.com հարթակի հիմնադիր եւ ղեկավար Աղասիթ Հավադյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված համաշխարհային տնտեսությունում ձևավորվող միտումների եւ դրանց հնարավոր ազդեցության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նույն ձեզ։